Սար սինեման և Վահե Հովհաննիսյանը ներկայացնում են։ Բերեն ինչ որ ասում ես, կարամ սա կռուտի տանը։ Ու դու չես կարա բան ասես խիատից, բայց ես եկել եմ լսեմ։ Իրար լեզու հասկանալու համար առնվազն պետք է հասկանաս դիմացինը ինչ լեզվով մտածում։ Ապե զհենց անենք բան, ապեն ու զհենցը вообще իրար հետ կապ չունեցող։ Օրինակ այդ ինչ լեզու ավտոեքերը։ Դե ասենք ის բանում է, որ սեք ոնց որ եկ ավտոները։ Հերու բանը նշխատե, ինչ որ մի տեղ էլի։ Ռիտավի ուժուղվել, հա։ Դեռ կարաս ոչինչ բան չանես։ Անպատասխանատու լինես։ Այս ինչով է խախանդա։ 1 2 3 4 5 5 6 7 8 9 1 2 4 Ոչինչ հավաքվի իրար ու Ֆիզիկ չեն։ Այդա 3 միսոր 2 ապեր։ Ռեխա չենք էլի բիզի։ Վերջը։ Նա տուք sense թեքի։ Արի մատ նայ, խնդրում ես, արի նայ։ Սակասի ենք։ Գորոց բան էլի տենց հա։ Մեկը ստոպ չտակ էլի խնդրում։ Չէ, շնորհակալություն եմ հայտնում ընդամեն։ Ոնց ես։ Ֆանտաստիկ։ Որ գալիս եմ ստի լավն եմ ելը։ Շատ ուրախ եմ, որ այսօրվա հյուրը դու ես Ծորի TV-ում ու նաև շատ ավելի ուրախ եմ, որ քո մոտ մեծ հետաքրքրություն է առաջացրել այս պրոյեկտը։ Այն կոմենտները կամ անձնական նամակագրությունում, որ դու քո հիացմունքը հայտնեցիր, ինձ շատ մոտիվացրեց։ Նենցա, որ ես նախատեսել էի իմ առաջիկա հյուրերի շարքում քեզ հրավիրել է, բայց դու հերթը առաջ գցեցիր։ Հա շատ լավն է։ Կարևոր բան է, ես թվում է։ Մի բան աներսից նայես դրսին ինչա կատարվում, մեջը տեպվիկ, լրիվ ուրիշ բան է, որ ներսից այդ process-ները գնում են։ Շատ կարևոր process է սկսել։ Դրա համար ես հաճույքով եկել եմ։ Ով է Արմանը Յարալյան։ Բարդ հարցեց դեռ։ Ես Դե ես վստահ եմ շատ-շատերը քեզ ճանաչում են մեր տարածաշրջանում ու նաև ոչ միայն տարածաշրջանում, բայց ոնց ուզում ալինի ինչ որ մի բան չգիտեն, ոչ միայն ինչ որ մի բան, այլ լիքը բան, էլի։ Հա ես էլ սկի մասին շատ բան չգիտեմ։ Օրինակ դու սոցիալական հարթակներում լրիվ ուրիշ ես, իրականում լրիվ ուրիշ ես, էլի։ Հա ես այդ տպավորությունը ունեմ։ Լավով թե վատով։ Հանգստություն կա իրականում։ Հա դե սոցիալական դա սոցիալական ցանցերում այդ ավելի շատ անհանգստություն է։ Դե սոցիալական հարթակի բանն է, որ մեջդ կուտակվեց, ասում ես գնում գործանում։ Թվում է թե սաղ կյանքդ այդ ռիթմով էլ ապրում ես էլ։ Հա չէ, հանգիստ մարդ եմ իրականում շատ։ Շատ լավ։ Ինձ ներվայնացնել մի քիչ դժվար է, բայց որ ներվայնացնում ենք լավ չի։ Տխուր բան է դառնում։ Ասի փորձեմ պատասխանեմ հարցիդ։ Շատ բարդ հարց է եկան, ով է Արման Յարալյան։ Մարդ եմ էլ հիմար։ Ծնունդով նոյեմբերյանցի եմ, արմատները, եթե շատ խորանան, գնում է քեսապ, Յարալյանները շատ փոքր ազգա էլ։ Տենց, բայց ինչքանով ես եմ տեղյակ, մեր ազգը չի գաղթել, այսինքն գաղթականներ չեն էլ։ Իրանք եկել են որպես ազնվական տող, տեղավորվել, տենց ցարական Ռուսաստանի տարածքում բան են ունեցել։ Տենց պաշտոններ են ունեցել բան։ Բայց հետո բանից սովետից հետո տենց կուլակա թափելնելուց քայքայվել է։ Հա։ Տենց հայրական կողմս Կողբից է, մայրական կողմս Նոյեմբերյանից է, տատս Բերթավանից է։ Ոբշի ես ինձ համարում եմ Նոյեմբերյան։ Հիբրիդ է։ Ես Բերթավանում ինձ համարում եմ Բերթավանցի, Կողբում Կողբացի։ Вообще ես Նոյեմբերյանի լրիվ իմն եմ ընկալում էլի։ Շատ լավ։ Բայց ցավոք ապրում եմ Երևանում։ Մասնագիտությամբ ռեժիսոր մուլտիպլիկատոր եմ։ Զբաղվում եմ հիմնականում հիմա արդեն մենակ մոնտաժ ու անիմացիա եմ անում։
ցավոք հեղինակային ֆիլմեր էլ չեմ անում։ Որտեղ ես սովորել Արման։ Թատերական ինստիտուտը, հա, Որ թվին։ 2003-ից 8։ Մենք ոնց չենք հանդիպել։ Ես երկուսին եմ ընդունվել թատերական։ Երկուսին ես էլ եմ ընդունվել, պրոստը 0 կուրսի։ Պես ոնց չենք հանդիպել էլի։ Դաժե չեմ մացել որ նոյեմբերից։ Այ այն վաղ որ քաչալ լինենք երկուսը։ Սիստեմը իրար տենց հերվից։ Ես բանակում քաչելացա։ Իմն էլ դրանից հետո էլի բանակ իր ազդեցությունը թողեց։ Ում կուրսն ես սովորել։ Գայանե Մարտիրոսյան։ Հա։ Այդ առաջի մերը անիմացիայի ամենաառաջի կուրսն էր, այդպես փորձնական սկսեցին։ Հետարքիր էր ինչ ստացվել։ Երկրորդ։ Հա, մենք երրորդ հարգում ենք։ Կինոյի բանն էր, կինոյի ամբիոնը։ Սենց մտնում ես, աճ-ծախ, սաղ կինոներ էլի։ Մերը ամենավերջ չէ, նախավերջինն էր, բալկոնով մի հատ բան կար, լսարան կար, 2 սենյականոց լսարան էր, մի հատ էլ առանձին բան էին տվել, ստուդիա էին տվել ու սաղ կուրսը 4 հոգի էր։ Մենք կողքից գալի նախանձում էին էլի, հələ ցես նայ 4 հոգով 3 սենյակ զբաղացրել եք։ Շատ լավն էր մեր կուրսը, շատ։ Բայց նենց շատ էլ նոյեմբերյանցիներ չկային էլի։ Քիչ էին, հա, մի հատ աղջիկ ունեինք։ Սմբոյն եմ հիշում Բաղանիսից, դու Սմբոյի հետ էի ապրում, դրա համար եմ հիշում էլի։ Շահվերդյանի կուրսից էր։ Մեր երրորդ հարգում, հենց մեր Տատինցյանի լսանի կողքը։ Քիչ լիքոր տղա էր։ Ու ոնց որ ինստիտուտը ավարտելուց հետո չզբաղվեց։ Մեր նոյեմբերյանց մի հատ մհեր ունենք դերասանական էր տվել։ Հա, այդ իրան էլ եմ հիշում։ Բանից կոթից մի ուրիշ մհեր ինքը հերոստա ռեժիսուրա, չէ, հերոստա չէր։ Վավերագրական ֆիլմերին էր։ Պրոստը ինքը, եթե չեմ սխալվում, 2 կուրս ցածր էր, էլի։ Էլով ունենք, մի հատ աղջիկ ունենք, հետո չիմացա ինչ արավ։ Այդ շատ չէր, նոյեմբերյան։ Հետո էլի ահագին նոյեմբերյանցիներ սովորեցին։ Հիմա էլ կան։ Հա, դրանց տեղյակ չեմ։ Ինչ են անում։ Ես որ ստեղ մշակույթի կենտրոնում նոյեմբերյանի դերասանական ստուդիա ունեի, այդ երեխեքից մեկը Գեղամը Բաբաջանյան Ջուջևանից ընդունվեց, ավարտել է հիմա աշտարակում թատրոն են ստեղծել։ Կամերայինի Մարգարյան Գոռն էր ռեժիսոր։ Գոռը մեր հետ բան է։ Գեղարվեստական ղեկավարը ինքն է։ Շատ բոմբա, շատ։ Գեղամը իր կուրսից է եղել, հա, շատ։ Ֆանտաստիկա։ Իրանց արած ներկայացումը շատ ուժեղ է։ Մի Գեղամը աշտարակում է, հույս ունենք։ Ես ամենայն դեպս հույս ունեմ մի օր կգա նոյեմբերյան ու իր համայնքին օգտակար կլինի։ Երևի Գոռից պետքա բռնենք բերենք։ Գոռը որ գա, սկսի հետը բերել։ Ինձ թվում է դա մարդու մեջից է, Գոռով չի։ Ես դե օրինակ բանում աշտարակում տույն գործ են անում։ Հա։ Մի էլ պատանի հանդիսատեսն են վերցրել, դեռ չգիտեմ ինչ են անում, բայց ինքն է ոնց որ ղեկավարը։ Որտի որ զգանք էլի։ Որ արդեն սկսեցինք մեր թատերական աշխարհից խոսալ, կարծում եմ, որ պետքա համայնքային վերաբերմունք լինի, էլի թատրոնին, որ թատրոնին լավ վերաբերվեն այն մարդիկ, ովքեր որ ունեն այդ կրթությունը, կնկատեն, որ ստեղ թատրոն կա, հնարավորությունը կա, կարան իրանք այստեղ ռեալիզացվեն։ Իրականում ինքը երկսայր սուր է, էլի։ Եթե թատերական միջավայրը այդ հովորտի ներկայացնի կանա գրավի այդ հանդիսատեսին, լավ է դրամատրություն ստեղծում է։ Բան օրինակով կարամ ասեմ, օրինակ Կողբի ես որտեղ բան էի դպրոցական էի, հələ չէի գնաց, այն վաղ ուզում էի դերասան դառնամ։ Հետո հենց ինստիտուտում եմ փոխել բանս էլի, լրիվ մի օրվա մեջ եմ որոշում փոխել, արդեն քննությամբ դի գնայի ու զգում եմ որ չեմ ուզում էլ ես դերասանական գնամ։ Մի ամբողջ տարի բան եմ գնաց, 0 կուրս եմ գնացել։ Հետո մի հատ ընկերս Գուրգենը, ինքն էլ ոստիկանության ակադեմիայում էր սովորում։ Հալչ դրա համար էր պարապում։ Իրար հետ գնացել ենք, նա է ցուցակի մեջ, ասում է, բայց բան կա, անիմացիայի կուրս կա, դու տեղյակ ես։ Ասում չէ։ Ասում է, ոնց որ սիրում ես դու անիմացիան։ Ասի դու վсё գնում ենք անիմացիա։ Փոխեցի լրիվ։ Վերջը, հա, ինչ համար է ասում, որ դեռ դպրոցական է այստեղ, Սասունը բան էր, մի հատ ներկայացում էր ուզում բեմադրի, ինձ է կանչեց։ Այտենց սաղ արինք էլի, արդեն պատրաստ էր որ պետքա եթեր գնա, եթեր չէ բան, բեմադրվի։ Ու աղջիկներից մեկի
եղբայրը արգելեց իր քրոջը որ մասնակցի, դե այն ժամանակ նորմալ էր էլի, այդ ընկալումը կար էլի շատ ծանր միջավայր էր։ Ո՞տ չարինք, բայց հիմա որ նայում եմ նույն Սասունը ինչեր է բեմադրում, շատ ուժեղ է։ Այսինքն այն չի էլի որ ժողովուրդը պատրաստ չի ընդունի։ Պատրաստ է Հա, ժողովուրդը։ պատրաստ է, պիտի բան տաս էլի։ 18 թվին այդ ամբողջ տարին նոյեմբերյանի մշակույթի կենտրոնում մոտ մի տարվա ընթացքում 8 տարբեր միջոցառումներ ա եղել, որոնցից 3-ը թատերական ներկայացում են կարել։ Բեգլան Սամվելի կյանքն ինչպես որ կա պիեսի հիման վրա ոնց որ հրավիրեց գնացի առաջի մուտքս էդ ա եղել որպես դերասան, հետո արդեն իմ հեղինակած Կարմիր գլխարկ մանկական ներկայացումը արեցինք։ Ափսոս ոչ մեկ չեմ նայ։ Հա, Այ որ կանչենք նենց հավես բաներ եղել, մենք դա 32 ատամ թատրոնում էլ էինք արել, հենց այդ գրիմանոցի հագուստներով բանով, ինչ կար աշխատավարձի տեղը։ Սենց դրել էի ուսիս բերել նոյեմբերյան, ինչև մել մի մասը գյուղում է, դպրոցում, բան տենց խառը, մի մասը իմ մոտ է։ հետաքրություն կա, բայց Շատ, այդ հունիսի 1-ին 1-2 կարծեմ մի քանի սեանս իրար վրա խաղացել ենք։ շատ լավ է։ Նաև ամանորյա եմ հիշեցի, ամանորյա մանկական էլ ենք արել։ Դեկտեմբերի 21-ից մինչև հունվարից հետո էլի օրը սկզբնական շրջանում մի 2 սեանսով, հետո արդեն մի սեանսով խաղում ենք։ Դե մանկականը իր համ ձեռնտու է ֆինանսապես, ցանկացած երեխա իր հետ տարեց մարդաբերում էլի։ Համ էլ ինքը հետաքրքիր է շատ։ Մենք շատ հավես հագուստներ ունենք։ Գայլը վիզուալ հենց գայլ էր երևում, արջը արջ էր երևում էլի, ոչ թե ուղղակի այն պլաստմասի արջ դիմակից։ Մեկ էլ Եզոպոս բեմադրած Բեգլանը։ Նկարներն եմ տեսել։ Այդտեղ էլ Քսանթոսի դերն եմ խաղացել, դա էլ շատ լավ ընդունվեց։ Իրականում կա մեր տարածաշրջանում հենց թատերասեր երևի 2-3 դահլիճ մարդ կա։ Եկոթիվը դա մեծ է։ Նորմալը։ Հա։ Ու այն մարդիկ էլ ովքեր որ ուղակի գալիս են տենան ինչա, հետո սկսում են հետաքրքրվել։ Հիմա սպասումը հələ չկա, որ քան որ սովորական չի դառել։ Հա, մի քիչ ընդհատումներով է ու շուշա լինում։ Այդ ժամանակահատվածում հիշում եմ Բեգլյանն ասում էր նամակով դիմում ենք նախարարությանը մշակույթի, մինչև հաստատում են ֆինանսավորումը շատ փոքր թիվ գումար էլի։ Ֆինանսավորումը փոխանցում են, այդ 6 ամսվա ընթացքում պետքա ներկայացումը բեմադրես, այդ 6 ամսվա ընթացքում որ նայում ես շատ քիչ փողեր էլի։ Այ օրինակ բանի այդ Սասունի գնամերի Արիսիրեն որ բեմադրել էր։ Ոնց հետաքրքրեց էլի, այս քանի որ միայն անգամ տեսել եմ ինքը ոնց է բեմադրում, ես էլ մասնակցել եմ։ Դա հետաքրքիր էր, այս նոր սաստավը ոնց է անում։ Այդպես ընկերներին Երևանից Հայկ օրինակ օպերային երգիչ Վարդանյան, ասի կգաս, ո՞ւմ չեմ գա։ Այդպես սիրով հավեսով եկանք նայեցինք, այնքան ոգևորվեց այդ մարդը, որ ասավ նոյեմբերյան ուզում եմ համերգ դնեմ մի հատ։ Եկանք քոլեջի բակում շատ թույն էր շատ։ Ու ինձ գիտես ինչն էր հետաքրքիր, որ նոյեմբերյանում օպերա կլսեն, թե չեն լսել։ Ու իզարմանս ինձ շատ լավ էր, շատ արձագանքները։ Այսինքն կա էլի, նա չի որ մարդիկ չեն ուզում, պատրաստ չեն։ Այդպես համացանցնել է էլի, լիքը բան մարդկանց ցույց է տվել։ Արդեն կարա գյուղում պատահական մարդ, որ դու չես էլ կարծում, որ ինքը կարա սիրի օպերա։ Հա։ Այդտենց հայտնաբերվեն էլի։ Ու պետքա ճիշտ սկսես, էլի մենք օրինակ սկսել ենք բանից։ Նեապոլիտանական երգերը շատ սիրուն են էլի, ֆանտաստիկ սիրուն երգերը։ Դա ծանր օպերա չէ էլի, որ լսես տանջվես։ Դրանով սկսեցինք ու վերցրեցինք միանգամից։ Եթե քիչ սկսես, օրինակ հիմա այս Վարդավառին որ սիմֆոնիկ գալիս է նվագումա, արդեն սովորական է ինքը դարել։
կլաս է, էլի, գիծա քաշել, որ սրանից ներքև էլ չեն կան։ Շատ լավ է, ես թվում է ահագին բան է փոխվում։ Անկալումների մեջ, մտածողության մեջ, այդ կարևոր է, էլի։ Բոլոր այն մարդիկ, ովքեր որ ցանկություն ունեն իրենց ապրանքանիշը գովազդել եւ չունեն հնարավորություն դուրս գալ Երևանյան գովազդային շուկաներ, մենք առաջարկում ենք համագործակցություն։ Զանգահարեք նշված հեռախոսահամարով կպայմանավորվենք։ Կգովենք էլի ձեզ։ Մենք չենք նկատել, որ այդպես ձեն է գալի։ Ոչինչ։ Հա։ Հա բա։ Դե զվուկավիկ չունենք, ինքը պետք է նկատի։ Սամ себе ռեժիսոր։ Մտավ լսի ինքը։ Ծանր ռոկը։ Մի քիչ Վարդավառից խոսենք, Արման ջան։ Ըստ քեզ ինքը ինչ է տալիս մեր տարածաշրջանին։ Կողբ Վարդավառը, թե ընդհանրապես։ Կողբ Վարդավառը։ Հա։ Ինքը առաջին հերթին տալիս է միջոցառումների կազմակերպման խիստ բարձր մակարդակ։ Այն որ մտածում ես գյուղ տեղ բան, սովորաբար ցածր են էլի ընկալումները, սպասումները ցածր են։ Որ արդեն գալիս է սիմֆոնիկը, դա նաև սեփական միջավայրի ընկալման բանա փոփոխություն է բերում։ Եթե այստեղ կարելի է մակարդակով բաներ անել ու դրսից լիքը մարդ կա, որ մասնակցի դրա մասնակից է լինի, ուրեմն լավ տեղ ենք ապրում։ Կարևոր տեղ ենք ապրում, ինձ թվում է շատ ինքը հենց մտածողության փոփոխություն է բերում։ Սեփական միջավայրի վերագնահատման փոփոխություն է բերում։ Եթե ժամանակին օրինակ մենք ընկալում ունենք, որ մենք աշխարհի ծերում ենք ապրում, քիչ-քիչ դառնում է կենտրոն։ Աշխարհը գալիս է մեր կողքը։ Ինքը ափսոս մի հատ է տարվա մեջ։ Դե էլի փոքրիկ փառատոններ ոնց որ կան, բայց ինքն էլ իրանով ահագին մեծ բան է շարժանում։ Հա, ես Facebook-ում տեսա հյուրատների հյուրերի հետ կապված post-եր։ Այդ այնց մի հատ մեծ խնդիր ունենք։ Տես օրինակ բերում են բանը, սիմֆոնիկը, դա ահռելի անձնակազմ է, էլի։ Մեր հյուրատնային բանը, բանկը այդքանը չի կարող մարսի։ Եթե դու այդքանին բերում ես, որ պետք է լիքը մարդ կանչի, այդ լիքը մարդ գալիս մնում է դրսում։ Չի բանանում, էլի։ Այսինքն բիզնեսը դեռ չի հասցնում այն բանի հետ, ինչ որ իրան առաջարկվում է։ Ստե մի հատ քանի որ Facebook-ի բանին գնացիր, ինչն է էլի նկատել, խնդիրն է նա որ եթե մարդ ուզում է Վարդավառին պատրաստ լինի, այդքան մարդ դիմավորի ու ներդրում է անում, այն տարվան մյուս 364 օրը չգիտի ինչ անի։ Ոնց զբաղացնի այդ բանով ծախսը հետ բերի։ Այստեղ արդեն ահագին մտածելու գործ կա, էլի։ Երևի ճիշտ է շատ նման միջոցառումներ անելն է, էլի։ Չէ։ Կարծում եմ ինքը շատ էլ անես արդեն անհամանում է։ Դե հենց կոնկրետ չեմ ասում նույն տարածքում։ Ասենք կարա նույն ձև Բերթավանն էլ ունի, չէ՞, Ջանգյուլում կարծեմ։ Այս տարի ոնց որ չարին, հա շատ սիրուն բան է, շատ։ Հա, դա էլ շատ հավես ու ուրիշ բան է, էլի։ Դա էլ որ շատ ավելի լավ PR արվի, մի քիչ էլ ներդրումը էլի իրանք էլ են հիմնադրամով անում։ Դե արդեն գյուղի հիմնադրամը, հա, ոնց հասկացա, տեղական։ Դե օրինակ Կողբինը ահագին փող է մտնում մեջ, էլի։ Լուրջ գործ են անում վրան։ Եթե Բերթավանինն էլ տենց է, Ջանգյուլում հաստատ ոչ պակաս բան ներգրավում կունենար, էլի, բավական լուրջ գործ են անում։ Նույն ձև մեր գյուղում Բագրատաշենում վերջերս կարծեմ արդեն երկրորդ տարին է դպրոցն է անում առայժմ, բայց հետագայում հույս ունեմ շատ ավելի մեծ ներդրում կունենա, էլի, այսինքն ձիթենու փառատոն են անում։ Դա Միչայլոց շատ հավես։ Որ ասում եմ նոյեմբերյանի բանը, ինչ է անունը, զեյթուն ունենք։ Հա։ Նոյեմբերյան ուր զեյթուն ուր։ Անունը նոյեմբերյանի, բայց Բագրատաշենին է։ Նոյեմբերյան է, էլի։ Հա։ Ափսոս անունը դեռ չի փոխում, բայց դե մի էտա մեր ունես։ Դե նորմալ է, հա, Բագրատաշենը նոյեմբերյանն է, էլի։ Ինձ Երևանում նոյեմբերյանցի էին հիշում։ Կամ Սադախլու, տենց իրան Երևանը տենց ավելի էր ֆիքսում։ Բայց ներսում այդ ընկալումը չկա, ինչ որ ասած։ Չէ, որ ինձ ասեն նոյեմբերյանցի
Չնայած ինձ որ ասեն, օքեյ, որովհետև 9 Օրինակ, տարի նոյեմբերյան եմ ապրել, Նոյեմբերյանում, եթե չեմ սխալվում, բանա, չէ, այդ տիպի գեղերը համարում են բան գլուխը բաց գեղ։ անծառ Հա, գերն։ ավելի իմ ընկալումն եմ ուզում բանա, էլի, նոյեմբերյանցի ընկալումը որպես նոյեմբերյանցի, այդ դովեղ, մի քիչ ջուջևան, նոյեմբերյան կող Բերթավան, այս բանի կռուգի մեջ է։ Ու իմ ընկալումներով վաղ թե ուշ, ինձ թվում է ավելի շատ չի մնացել դրան, էլի։ Իրենք միանալու են դառնան քաղաք, մեծ կփշրվի։ քաղաք։ Այստեղ արդեն մեծ պրոբլեմա ալնելու ինքնությունների հետ։ Օրինակ Բերթավանցու ինքնություն, Կողբացու ինքնություն։ Դառնալու մասիվցի երրորդ մասի բան տենց։ Չէ, բանի որ դառնում է մի հատ ընդհանուր, այդ կարա քանդվի էլի պրոբլեմ առաջանա, բայց վաղ թե ուշ դա լինելու է։ Որտեվ բանն էլ է, տեղանքն էլ է բանան, էլի։ Շատ իրար մեջ են, շատ իրար հետ կապված են։ Բայց օրինակ ինձ համար շատ հետաքրքիր է, օրինակ Ձորի գյուղերը։ Օրինակ Հաղթանակը շատ ուշ տարիքում եմ համար հայտնաբերել Հաղթանակ գյուղը։ Ինչ սիրուն է, շքեղ տեղ։ Մեր գյուղը դեռ չես էլ հայտնաբերել։ Այդ կողքի գյուղերը ընդհանրապես համարը չեմ էլ եղել։ Բայց Մի օր- կուզեի էլի, քանի որ բան չկա, շփում չկա։ Կհրավիրեմ, կհայտնաբերենք միասին։ Հա, Շատ լավ տեղեր կա էլի։ հա, վստահ եմ, սիրուն տեղերը շատ։ Ու ինքը արհեստական սարքած գյուղ է։ Հա, Շատ սիմետրիկ գծած թաղերը, ծառերը տնկած, շատ Հա. ակուրատնի, ոնց որ ավանատիպ վիճակ է։ ճարտարապետություն է։ Այդ սովետական է Հա, եղել։ Այսինքն ինչ որ դիմագիծ չունի ճարտարապետական։ Հա, ավելի շատ սովետական դիմագիծ ունի, էլի։ Հա, Ինչ որ բանը Խրուշովկա տենց տնակներ ա եղել, հա։ բայց դա էլ արդեն փոխել են։ Լավ, իրա նպատակը ո՞րն է եղել ձեր գյուղի։ Ինքը եղել է գյուղատնտեսական ավան, Հա. սովխոզ, էլի։ Սովխոզ, հա։ Ոնց որ Բագրատ Վարդանյանը Հա. իմ տեղեկություններով էլ իր վարորդի ասածն եմ հիշում, դոկումենտալ ֆիլմ ենք նկարել Թումոյով, հենց Բագրատի մասին, վարորդի աչքերով։ Ասում է Միկոյանի հետ եկել են Արջիս, ասել են, եթե այստեղ գամբուլ աճում, սալոր եւ այլ բաներ, ծառեր կան, հաստատ լիքը բերք կարելի է ստանալ, գետնել կա ու ոնց որ ծրագիր է ներկայացրել, ինքը այդ պահին եղել է սովետական Հայաստանի կոնսերվ տրեստի մինիստրը։ Կոնսերվաների զավոդի նախարարը կոչվել էլի այդ ժամանակ։ Մինչև Ստալին գնացել է այդ ծրագիրը։ Պեչատել են, ինքը իր թիմից մի քանի հոգի վերցրել է, թողել է Երևանը, եկել է 20 տարի, սկսել է գյուղատնտեսությունը զարգացնել։ Զրույց սարքել էլի։ Հա։ Նախկինում թուրքեր են ապրել այդտեղ, գումարա տվել, գնացել են, գետը անցել ու տարբեր շրջաններից Հայաստանի մարդիկ են եկել, ովքեր եղել են բանվորներ, բրիգադիրներ եւ այլն, այսինքն քանի տարվա է։ գյուղատնտեսական։ Եթե ընդհանուր հաշվես մոտավոր քանի տարվա է։ Հիմա 77 տարին է լրանում կարծեմ Որպես Բագրատաշենը։ համայնք ինքը դու ընկալում ունես իրան համայնքի։ Օրինակ Բերթավան լրիվ համայնք է։ Մեր Ոնց մոտ էլ քանդես ինքը նույն համայնքն է, Կողբը համայնք է, Դովեղը համայնք է։ մեր մոտ մի քիչ նայ ոնց եղավ Արցախյան առաջի պատերազմից հետո ահագին փախստականներ եկան, տեղաբնակներ էլ կային, ոնց որ մի այդ չափել եկան փախստականներ։ Հա, Ու լրիվ փոխվեց։ գյուղը կիսվեց, ոնց որ եկածներ, տեղացիներ։ Հա, հին եկած, նոր եկած։ Հա, այն ժամանակներում։ Հիմա այդքան տենց չի, հիմա արդեն նորմալ է, էլի, բայց նախկինում իմ մանկության ժամանակահատվածում դա եղել է։ Բայց այն ժամանակ, երբ որ մենակ տեղացիներ են եղել, այդ վաղ համայնք է եղել։ Շատ միասին են եղել, էլի, այն թասի բասվածը։ Համայնքային ընկալում Հա. կա էլի, որ սաղս մի բանի մեջ են։ Հա, Հիմա ունեք այդ։ չէ։ Չէ, հիմա անարխիա։ Եթե անկեղծ։ Անվատ բան չի, բայց
Չէ, բանը վատ համակարգն առումով կա, անախ է, էլի։ Հիմա բայց կդզվի առանձին ոդկասթի թեմա է, որ երևի մենակ պետք է խոսեմ դրա մասին։ Բայց մի օր գամ տեղում սա հասկանա։ Հա, Ինչ շատ իսկ թվում է որ գաս, տեսնես, արդեն քո համար པարզ առնելու։ Դե բացարձակ չեմ պատկերացնում։ Էդ էլ է, էլի տխուրն է, մի քանի կիլոմետր բան է իրարից հեռու ու համարյա իրար չենք հետ ճանաչում։ Ասենք մեկ էլ մեր համայնքում ես էլ եմ նկատում, որ անհատներ կան, որ շատ հզոր են, բայց համախմբված չեն այդ անհատները։ Դրա խնդիրն էլ ունենք։ Նույնը նաև հենց մեր գյուղում է։ Բայց համախմբվեն ինչ անեն։ Շատ լավ բաներ կարելի անել։ Չէ, եթե նպատակը հստակ չի, համախմբվելն անիմաստ բան է։ Դե պետք է համախմբվել, չէ, որ նպատակ հստակ եսնել։ Ինչ որ մեկը որոշի, փորձի համախմբել։ Հա, բա ոնց։ Իդեան է համախմբում։ Դե հա, մեծ հաշվով։ Իդեան է համախմբում։ Դե մի հատ կողք վարդավար ենք, իդեա է, էլի։ Երբ մի քանի հոգու մտքում ցակած իդեա, կամ բանը ջանգյուլում, մի քանի հոգու մտքում ցակած իդեա, ու ինքը սկսում է բան անել, էլի հավաքել, էներգիա էլ կուտակել։ Բայց նենց չէ, որ համայնքի տարբեր հզոր անհատների համախմբում են։ Բա ինչ են անում։ Չէ։ Հա։ Ուղղակի համախմբում են որպես հանդիսական։ Չէ, մասնակցություն էլ կա։ Ես չգիտեմ։ Ներգրավում կա, ես ինչքանով որ հասկացա։ Մի հոգի մեր գյուղից բացի կամավոր երեխեքը, հա, ով որ աչե տեղինն եմ ասում, կողբը Դե ես հենց դա եմ ասում։ Եթե կամավորները գալիս են տարբեր գյուղերից, նույն ձև կարան տարբեր գյուղերից կան անհատներ, ովքեր կարան պիտանի լինեն, չէ, գիտեն։ Երոնիկ ես։ Ես իմ այդ առավելություն բանակում զգացի, շատ կոնկրետ։ Այ դա էլ է, էլի, մեր օրինակ երեխա տարիքից սկսելը դա գիտակցական բանա կամ ցուցամոլությունը, չգիտեմ, օրինակ իմ չծխելու պատմությունը շատ հետաքրքիր է, լավ էլի։ Հերս չի ծխում։ Բայց բանը մորական պապաս քերիս ծխում են, էլի։ Ծխող են։ Այն ժամանակ է տալոնով, չգիտեմ, խի բան են, սիգարետ են տալիս աղին։ Դե մենք էլ ենք ունենում, sense տանը դրած լիքը կար, sense տապանով։ Դե պապան չի ծխում, դե հավաքում էր տա քերուս պապուն։ Վերջը մի օր sense բացում դարակը նայում է ինձ, ես նայում եմ իրան, դե քաշում էլ է տանտերը։ Վերջը մի երկու մի 5 անգամ բացեցի, հոտ եմ քաշում։ Ֆրավաս։ Հա, էլի կանչում էլ է։ Վերջ վերցրի մի քանի հատ, տենց լուցկի բան վերցրի, թափովիչա, գարաժատեղ ունենք։ Այդտեղ sense վառում չի վառում, այդ անտեր վառում չի վառում։ Վերջ մեկ է ցենզուն լսեցի, դուրս sense վերանես էլի, դուրս եկա տենա մերուն։ Մաման պապան կանյաց։ Մաման դες սկսեց, բան։ Բայց պապան ասաց սուս գործ չունես։ Բայց հիմա ինչքան ասում ինչ ես ասել, ես հիմա չեմ հիշում ինչ ես ասել։ Մի քանի բառ շատ չենք խոսացել դրա մասին։ Դրանից հետո вообще ինտերես չկար, ընդհանրապես հետաքրքրություն չունեի էլի սիգարետի հանդեպ։ Կոնես մեռավ, էլ չձգեց ինձ։ Ոչ ջղայնացել է, ոչ, ասենք, ծեծել մեծել, տես բան չի ելել, էլի։ Մի քանի բառով ուղակի։ Բայց հիմա չեմ հիշում ինչ ասում։ Եվ պետք է ես էլ ձեր գարաժում սկսեի, որ թարգի։ Չէ, ընդհանրապես հետաքրքրություն է չարել։ Հիմա շատ դաժե տհաճ է, ինձ բան է սիգարետի ծուխը, էլի։ Իմ կներս հեղինակային ֆիլմերից մեկը հենց ինստիտուտում արած հենց ծխելու թեմայով է։ Դա շատ լավն է։ Այդ պատմությունն էլ է շատ հետաքրքիր, այդ սցենարը որ գրում էի, բանի կուրսղեկի հետ աշխատում ենք, էլի ինքն էլ այլանդակ ծխող էր այդ կինը։ Գայանեն Մարտիրոսյան։ Տենց այն ժամանակ էլ բանը եթե կհիշես, ռեկտորը արգելել էր բաներում դասասենյակներում ծխել։ Սա փագում են, պատուհաններով բանով սա փագում են ու բքում։ Վերջ տենց բանն ենք խոսում, այնտեղ մի հատ պահ կա, որ այդ գլխավոր հերոսը, որ չի ծխում, դե սա իր օրվա այդ բանը, process-ը ծխի հետ է էլի կապված, որ գնում է, սա ծխում են։ Վերջ հասնում է գործի տեղ, sense դուռ բացում է, ծուխը տալիս է բերնին։ Այս կուրսեքս ասում է, շատ սիրուն է, շատ, sense բացում է, sense ծուխը տալիս է բերնին, ասում է ծխում փչում վրես։ Շատ խնդալու էր այդ մոմենտը։ 12-13 տարեկան տղա երեխեքը մի հատ խումբ կա դպրոցներում էլի այդ տարիքային ծխելու վրա են նստած որ քիչ իրանք նստած են այն չծխող կամ ծխել չուզող երեխեքին էլ մի քիչ ուրիշ ձև են նայում էլի իբր դու
չես այլ ասում գույնի ես։ Ու այդ երեխեքն էլ որպեսի այդ այլ գույնի պիտակավորմանը չարժանանան, իրանք էլ ստիպված ես էլ եմ այտենց սկսել։ Մեր ժամանակներում առավել եւս շատ ավելի բարդ էր։ Այդ ազդեցությունը շատ մեծ է, հա։ Բայց դե եսիմ երևի կամքի ուժել է պետք էլի։ Նախ անցալում, որ դա քեզ պետք չի։ Ես անկեղծ միջև եմ անց գոհ եմ իմ այդ որոշման համար։ Դες կոնը կոֆել չեմ խմում։ Մի ժամանակ շատ եմ խմում, ուսանող ժամանակ։ Ես սկսեցի սիրտս ծակել։ Շատը որոնամ 5-6 բաժակ խմում էի վրա։ Հետո էլ թարգեցի, հետո չեմ խմում։ Մի քիչ մեր այս բազմերանք բարբարից խոսենք էլի մեր։ Իմ սիրած թեման է։ Ես էլ եմ շատ սիրում։ Մենք Դանի հետ պետքա խոսենք այս թեմայով նախորդ էպիզոդում։ Բայց այնքան շատ ենք խոսել, արդեն գիշերվա ժամը 4-ն էր հասել, էլ բերաններս չէր էլ բացվում, ասի սա թող մնա, հետո կխոսեմ հյուրերից մեկի հետ, դու ամենահարմար հյուրն ես այդ առումով։ Մեր բարբարը որտեղից է եկել Արման ըստ քեզ։ Ինքը իմ ընկալումը բանը լորվա, մի քիչ Թիֆլիսի, շատ քիչ Արցախի։ Օրինակ Արցախի հետքը ամենաշատը Շամշադինն է։ Ուղղակի ավելի երկեցիկ է, Արցախում կոշտ է։ Բայց քանի որ այդ բանը ականջից լսել էի, այս ծառայության ժամանակ բանը Արցախը շատ հեշտ վերցրի։ Ճիշտ է դեմից ընդհանրապես չէի հասկանում, հետո որ առաջինը սկսեցի սովորել ոնց են մտածում, լեզվամտածողությունը, որ ջոկեցի ուղիղ է լրիվ, ասենք ինչ ասում են, այտենց է, ինչ մտածում, այտենց էլ ասում են։ Շատ հեշտ տրվեց այդ բարբարը, արդեն այնենց է այդ բարբարով խոսում, որ տեղացիները բան են անում։ Հա, այտենց խառնում են էլի, օրինակ բանում սրխավեն որ ծառայում է, մի հատ տղա կար, Ղարաբաղցի էր ինքը, այտենց ընդհանուր թեմա չկար էլ իր հետ խոսալու, բայց դե ստիպված խոսում ենք, որովհետև բան է ծառայություն չեմ հիշում ինչ կառավարներ ինչներ ուշում իրար հետ ենք մնացել, դե սկսեցինք խոսալ, դες ջոկել էի բանից, այդ արդեն դեռ խոջալու է ջոկել էի, որ եւ որ տեղի աֆիցերների հետ խոսում ես իրանց բարբարով, լրիվ փոխվում է, ոնց որ մի ճտիկ կա, անջատվում է, լրիվ քեզ ուրիշ ձև են վերաբերում։ Դες հետո այդ սկսեցի Ղարաբաղսկի խոսալ, բա դու շտեղան ես բրատ, ասում թե նոյեմբերյանը, ասում է չտեղա, դες ուզում եմ ջոկի Ղարաբաղի ինչ նոյեմբերյան են, ասում եմ Հայաստանի հյուսիս արևելքն է, դու Ղարաբաղցի չես, ասում չէ։ Ստեղ շատ կան, չէ, որ Ղարաբաղից են եկել շատ առաջները։ Այդպես ասում են, բայց վստահ չեմ, որ շատ են։ Այ աշխարհագրորեն ինքը տրամաբանական է։ Օրինակ մենք հիմա որ ասում ենք Ղարաբաղից գալ, պատկերացնում ենք բանով Սյունիքով, այն դժվար է սա լեռները հաղթարելով գալ, հոգնում ես, չէ։ Մենակ մտածելուց հոգնում ես, բայց եւ որ ուրիշ բանից ես նայում, այս սահմանը որ ջնջում ես, ինքը բանով Ղազախի ճանապարհով շատ արագ ճանապարհ է, էլի, ուղիղ։ Այսինքն տրամաբանական էր, որ եթե ինչ որ շարժեր լիներ, թեկուզ հենց տեղի ոնց է մեղվա ընտանիքի մեջ որ նոր մայր է ալնում, գնում առանձնանում է, չէ։ Պարտադիր չի, ինչ որ բան լինի, էլի, դենց տրագիկ դեպքեր լինի, որ տեղափոխվեն։ Այդ ձևել են շատ եկել։ Այսինքն տրամաբանական է որ պիտի գան, բայց իրանք առաջին որ գալիս են, էլի աշխարհագրորեն որ նայում ես, առաջի դիմավորողը բան Բերթի շրջանն է։ Դրաման այնտեղ բան գերակշռող էլի։ Ստեղ ավելի շատ բան է 3 բաների, այդ ուղղությունների խառնուրդ է, հա, մեկը Թիֆլիսի հայության հետ տալ առնել, բարբարինքը իր մեջ շատ է վերցրել էլի։ Մեկը լորվա, դե ձորից եկած, չնայած է սարերով էլ է գալի, շփում շատ է եղել։ Օրինակ բանում մարցում հեկի թեմա կար։ Տեղի երեխեքն էին խնդրել, բա կօգնեք մեզ այդ պայքարին։ Տենց գնացել ենք, դե խոսում եմ, բա դու որտեղից ես, բան, Երևանից եկել եք ստեղ բան։ Ասում եմ, դե ես նոյեմբերյանցի եմ, էլի, մեկը լրիվ փոխվեց բան, էլի։ Ոնց նոյեմբերյանցի ես, ասում եմ, բանը խաշամտակի ջուր խմած, ասում ինչ կա։ Մերոնցական ես, էլի։ Դες արդեն բանը գալիս է, էլի։ Բարբարը հաստատ ընդից իրար հետ սերտաճած։ Հա, շատ մոտ են։ Եվ մի 70% եւ ավելի բառերը նման են։
ինքը մենակ բառեր չի, մտածողությունը, լեզվա մտածողությունը ինքը, ձորի հա, լրիվ ձորինն է, բնության, հանգիստ, հանդարտ, բայց նայ օրինակ այս մեր համայնքում էլի տարբեր բարբառներ է, հաղթանակը ախալ քալակի ժողովուրդն են, այդ հնդից եկած, վիրահայերն են էլի եկել հա, հաղթանակ ու Աշակ իրանց չգիտեմ հաղթանակ, բարբառը հա, իրանցը դեղցավանին է նաև տարբերվում է, այդ սլենգն է Բագրատաշենը լրիվ տարբեր տեղերի ժողովուրդ են ու Հա. հիմա ես ոնց խոսում եմ, հենց տենց է խոսում են Հա. մեր գյուղացիք։ Արարատի անվանն էլ, Հա, երևի նաև այդտեղ օգնելա շուկան, հա, որովհետև շուկայում շատ էր Երևանի ակցենտը, ամենաշատը Հա. Երևանից էին էլի գալի ու անընդհատ այդ խոսալու ժամանակ հետո Երևանսկին շուկայի համար հարմար լեզու, հա, գինգցելու լեզուն էր, էլի։ գինգցելու, տենց համոզելու, խափես բանանից, ծախես վրան, ու սենց սկսում է գնալ արդեն զենը դառնալ էլի, հա, ապա շատ համատալի, շատ, ասենք նույն տեքստը ասում ես բանով, Երևանսկի ես ասում ես նույն լրիվ ուրիշ բան է դառնում, լրիվ գույնն է փոխվում, իր ասածն է փոխվում, ընկալումն է փոխվում դրա, ինձ ինչ է երեկվա մեր հարսանիքին հա, դուր եկա, որ ձեր կոլեգաները Երևանի 90% բառերը գիտեին նոյեմբերյանի։ այդ մեծ ջանք է դրվել, Հա, ինչ գիտեմ, Ռոմանին Հա. մինչև դե հարսանիքի լինելը, Ռոմանի հետ խոսում ենք, ասես սենց բան եմ մտածել, որ մենք մեր բառային բառերը ասենք, իրանք փորձեն գուշակել, ասավ ախպեր, սաղ գիտեն։ Իրականում սենց մի հատ բան կար իմ ուսանող տարիներին, որ հիշում եմ, սենց տարածված էր ամաչելը, որ դու բարբառ ունես, շատ խորը, բայց այն ժամանակ դրա հանդեպ դիմադրություն ուներ, որովհետև եթե մի բան հաճելի է, սիրուն է, ու դրանով կարաս ահագին մեծ էմոցիաներ ու միտք ձևակերպես, որ ուրիշ բանով ինչ անունը, ուրիշ բարբառով չես կարա, ոնց կարա ինքը ամոթի բան լինել, օրինակ ուսանող ժամանակ ես չեմ ամաչի բանով խոսամ, իմ բարբառով խոսամ, հետո որ Facebook-ը սկսեց, ես դեմոնստրատիվ հենց շատ բաներ ընկերներ ասում են, սպանում ես, չենք հասկանում ինչ ես ասում, ասում որը չես հասկանում, ասա, բայց ահագին մարդ սկսեց դրանից սովորել, Այդ էլ է հետո հետաքրությունը որ նայում ես մարդկանց հետաքրքիր է էլի, օրինակ մտածողություն է լեզվի, որ իրան ծանոթ չի, տես, ինչ հետաքրքիր բաներ կա, շերտեր կա, բան կա, ու տես սովորում ենք, իրարից սովորում ենք, մենք ոնց է ուրիշի բարբառնել ենք սովորում, այդ շատ կարևոր է, իրար լեզու հասկանալու համար առնվազն պետք է հասկանաս դիմացինը ինչ լեզվով մտածում, այդ շատ կարևոր է, էլի, որովհետև նույն տեքստը կարանք ասենք, բայց հասկանանք լրիվ ուրիշ բաներ։ Այդ սենց բան էլ կա, որ ես դա նկատել եմ մեր ժամանակներից էլ հիմա էլ կա, որ մեր տարածքից երեխեք գնում են ուսանող են դառնում, 2 ամիս հետո գալիս են, ապե բայց դրա հակազդեցությունն էլ կա, հա, ապե զհենց անենք բան, ապեն ու զհենցը вообще իրար հետ կապ չունեցող, ոչինչ, էդ էլ է, էլի, բայց հա, էդ էլ է ալում, ոչ ես օրինակ, որ նոյեմբերյանցի եմ ճարում, որ հետը կարամ երկար խոսամ, իմ որ երջանկություն է, հա, դե բա ինչ, հա, դե որ մի հատ թարմացնում ես այդ բառերը բանը, ասենք վաղտ կա, որ այդ բաներ որ գրում եմ, տենց մանկությունից հիշում եմ, էլի, որ այդ բանը լսել եմ, որ գրում եմ, եկել նոյեմբերյանցիկից, որ դեմ իդես այդ բառեսկի մենք չգիտենք, այդ սենց բան էլ կար, բանն անում, քո ինքնությունը թարմացնում անընդհատ հիշացնում է, ով ես, ինչ իմար ես, դա շատ կարևոր է։ Ինձ թվում է դու էլ այդ ապրած կլնես այդ պահեր էլի, որ ասենք երկար ժամանակ Երևանում ես, այն մանավանդ այն ամենասկզբի տարիներին ուսանողական, այն որ հարազատ դեմք ես տենում նոյեմբերյանից, այն որ կապ չունի դու իրան ստես չես էլ բարևում էլի, բարևում, պաչվում, գրկում, բան, իմ մոտ տենց եղել է շատ էլի, միշտ, որ գյուղում իրար կոպիտ ասած շանտեղ չէինք դնում, ոչ ես իրան, ոչ ինքը ինձ, բայց որ ընդ տենում ես փողոցը անցնում ավտոյի տակ ընկնելով, բան, այն ժամանակ էլ դե թվերը ուրիշ էին, այտենց շատ կապը չկար, հարազատ հոգի էիր գտնում էլի։ Հմիլ կա։ Հա։ Եթե դաժե խրախուսվինք, ավելի
իրանք ավելի պատրաստ են, օրինակ մեր մոտ այդ ամոթը այլանդակ մեծ էր, պակաս են գեղիցն ավայսի միջա, բայց հիմա այդ արդեն հաղթահարված է, էլի ագին, որ խրախուսվի, իրանք է դաժե կձգտեն, էլի, տենց մի նեղ ընկերական թաքուն խումբ կա, որ ասենք, ուզում եմ մի բան ձևակերպեմ նոյեմբերյանսկի չի լինում, այդ անպայման իրանց են դիմում, էլի, հա, անես բաներ է դուս գալի, շերտեր, Մասնագետներն են։ Դե հայերը մասնագետ են դարել։ Մալինյան Ռուսլանը Լճկաձորի դպրոցի տնօրենն էր ժամանակին։ Ոչինչ ճանաչ։ Վարպետ է, էլի ինքը նաև գրականության գիրք ունի, կամ բարբարայիններ, կամ տեղանուններն է նոյեմբերյանյան։ Հա։ Որը էլի բարբարային է, էլի։ Բայց բարբար գրելով չի լինում, ինքը պիտի կիրառվի։ Ոնց ես դու օրինակ Facebook-ում չէ՞ տենց գրում։ Շատ էգոիստական բան է այդ իմարածը։ Օրինակ կարող է ինչ որտեղ անհարգալից վերաբերմունք լինի նրանց հանդեպ, ովքեր որ չեն հասկանում այդ ինչը։ Ոնց որ բռնես ճապոներեն բաներ խոսես, էլի։ Հա բայց եւ որ ինքը նաեւ մարդիկ սկսում են իրանց է համարել դա։ Շատ սիրուն բան է, էլի։ Հա իրանց բարբարը չի, իրանք դրանով չեն մտածում, բայց չերես քեզ սկսում են Այս բանը շատ ալում էլի մեկ բան առանձին գրում են այդ ձեր մոտ ոնց էին ասում այս բառը ու գնում ես սկսում են կիրառել էլի օգտագործել շատ լավ բան է այդ բանն էր ամենաշատը որ ուզենք բան անենք ոչ նոյեմբերյանցիներին բզբզանք օրինակ ասում է ինչ է էլի նշանակում կարաս ասես Ղիտավի ուժուղվել է ֆրանսերեն բանա կողա քրդերեն չէ եղբեր հայերեն Ղիտավի ուժուղվել ես եմ այդ ինչը տենց մի հատ դեպք է շատ բան բռնող է էլի մի անգամից ես եմ նկարանման ժամանակ Զորամասում կողպի ոնց որ Բերթավանցի էր պովերը սպայական կազմից էլի ստարշինա Բանա պատմում այդ մեր սցենարիստները Երևանի 32-ի սաստավից խճոն մեր հետս է ասում հերու բանեմ նշխատե ինչ որ մի տեղ էլի չեմ հիշում կոնկրետ բան խճոն ասում է աշխատեիր ախպեր ասում հա աշխատեիր ասում հա ախպեր աշխատեիր շատ ապառնի է աշխատեիր տենց էլ չջոգեց հետո նոր բան բայց մի սաղ ինքն էլ շատ են եկել այդ իմ ընկերներն էլ ստե խճոն առավել եւս խճոն շատ է բարերով խոսում ընկեր ունեմ Հարութը ինքը նոյեմբերյան է ծառայել ու վատ փորձառություն ունի էլի այդ մի միջոցից թվում է պետքա դրա մասին մանրամասն խոսալ հիմա ես ասեմ ու այդ վատ փորձառության մասին մի քիչ խորանանք էլի ինքը կարևոր է նաեւ անցալելու համար խոսքով ինքը մեր բարբար չի սիրում ահորձեւի ու քանի որ սա վատ բաներ իր այդ բանակում ինչ ինքը տեսել է այդ բարբարի հետ է կապված մի օր ասում օրինակ այդ ինչ լեզու ավտոեքեր է ասենք սպանում է որ կողքից ես նայում ավտոեքեր հա էլի ոնց որ էք ավտոներ այդ մի հատ շարք է սկսել ռոմանը շատ կոմիկան էր որ այն բառերը որ ասենք եթե մինն ասում է jednet gay դու սխալ չհասկանաս էլի ուղղակի հետևիցդ գալիս է բարբարային բացասական փորձառությունները որ բանակից ստանում են զինվորները օրինակ ես այդ Ղարաբաղում տեսել եմ էլի եւ որ առաջի քո հարաբերությունը այդ բարբարի հետ սպաների հետ ու սպան հա ու բռի են ելնում այդ սպաները ավելի լավ է բան Երևանսկի խոսան էլի չարչարվեն սովորեն տենց խոսան որ բան չմնա դառը նստվածք չմնա Դե ինձ թվում է մի քիչ էլ լավ կողմ ունի, լավ է որ գրագետ տենց վիրավորանքներ չի էլի եղել։ Օրինակ Ղարաբաղի այդ հայհոյանքների այդ բանը քանի շերտ է էլի։ Հատորներ է էլի։ Ասպոնում է շատ սիրուն շերտեր կա էլի որ լսում ես բանը ոնց որ գեղարվեստական գործ լսես էլի։ Բայց մերը կոպիտ է, գոշտ կոպիտ է։ Ստեղին է։ Հա։ Ստեյնը կոնկրետ տենում ես ինչ ասում։ Պատկերացնում ես։ Օրինակ Ղարաբաղի այդ քֆուրները որ պատկերացնում ես, շատ խնդալու է էլի։ Անեն սենց ձևավորած, տարած, վրցրած բերած։ Մերը սենց պրյամոյա։
Դաժե պրեմիում բաներից է տեսարան։ Գեղից քաղաք գնալու։ Հա։ Ինձ թվում է հիմա էլ դեռ կա, այդ ձգտումը դեռ կա։ Օրինակ իմ ուսանողության վաղտվա Երևանը լրիվ ուրիշ էր։ Հա։ Ինքը էներգիա ուներ, խասյաթ ուներ։ Ես իմիջայլոց վերջերս մտածում եմ, որ մեռել է, էլ չկա դա, բայց որ ասենք նոյեմբերյան գալու եմ ելում հետս մարտի գա ու առավոտ տենց 4-ի 5-ի կոմերն եմ դուրս գալի, որ վայելենք էլի, գանք հասցնենք, պրոբկեքի մեջ չընկնենք ու այդ վաղտ որ իջնում եմ Երևան տարբեր փողոցներում գնում որ մարդ վերցնեմ, այդ հին ուսանողական այդ բանը գալիս է այդ աշուշենյան էլի, որ всё-таки այդ քաղաքը շնչում է, ուղղակի մենք ենք շատ լծվել։ Այդ գիքոր երևույթը որ քաղաքից աճ գյուղից գնում է քաղաք ու ուզում է մարդ դառնա, ինձ թվում է տենց է ոչ մեկ մարդ չի դառնում։ Մենք օրինակ կիսատ մարդիկ ենք էլի։ Ինքնությունը ստեղ է, լրիվ ինքնությունը ստեղ է, մտքերդ, երազներդ, քո այն լավ բաները ինչի մասին որ դու երազում, սա ստեղ է։ Տուն, տեղ, Տուն տեղը օրինակ հիմա մեր տունը վաճառել ենք, տուն էլ չունենք։ Ստեղ։ Հա։ Այդ օրինակ ապրելատեղն է ինձ կապում էլի։ Բայց մեկը իմ ամեն ինչ ստեղ է, բան մտքով ամեն ինչով։ Ես եթե ուզում եմ ասենք տխուր եմ ելնում, բան ուզում եմ մի քիչ թոթափեմ, մտքով մի անգամից գալիս եմ, դաժե սարը մի անգամից։ Ու ինձ թվում է այդ գիքորները, ովքեր մեր նման գիքորները որ քաղաքից գնում են, աճ գյուղից գնում են քաղաք, իրանք մնում են կիսատ, կախված մարդիկ են էլի, ոչ ստեն, ոչ ընդեն։ Հա։ Ոչ մի բանից չեն կարող իդեալական ուրախանան։ Իհարկե մարդիկ որ գնում ադապտացվում են լրիվ, փոխվում են։ Ես իրանց համար շատ ուրախ եմ անկեղծ, որ կարում են էլի այդ բանը հաղթարեն անցնեն։ Ես ես իմ բիզնեսը որ բիզնես տեսանկյունից որ նայես այդ ապրելատեղը ինքը ձեռնտու չի էլի։ Հա։ Մանավանդ Երևանից մի հատ բան աշխատացնելու խելագարություն է, բայց ինքը իմ համար ավելի շատ այդ բան էր, որ կապող ուղակներ, որ առիթ ստեղծեմ, առիթ է էլի, որ Հիմա որ գալիս ես տեղ ես մնում։ Հա, անպայման։ Հիշում ես որ քեզ զանգել էի դրա հետ կապված։ Չէ։ Չէ։ Երբ է բանս ասում։ Տղուս միամյակներ մեր Women's Club-ի կազմը եկել էր։ Հա, նշելու։ Հա։ Գնացել ենք նոյեմբերյանի աղբյուրները, լավ քեֆ ենք արել բարեկամներով, հարազատներով ու Women's Club-ի կազմը։ Հետո իրանք ոնց որ մի օր շուտ էին եկել, Պոնչը այդ օրն է եկել ու նաև մենք այդ խրախճանք արել վերջացրել ենք, ընթացքում զանգեց, բա ինչ անեմ գամ, ուզում եմ գամ, ասի, բա ինչ անես, արի։ Եկավ, հա, արագ իրան նկարահանման էր էլի ինքը այդ վաղտ այդ Ռոզալի ֆիլմի նկարահանման էր կարծեմ։ Հա, չեմ տեսել։ Շարմը որ նկարել էր։ Այն հայկական ռոբոտ աղջիկը։ Եկավ ու մնալու տեղ էր պետք։ Մնացածը որ բանում էին, ճանճ եկավ, զվուկը ստարա։ Մնալու տեղ էր պետք, մյուսները Յուրիենց հյուրատանն էին։ Ինքն էլ դե Տոմայի հետ դե ամուսիններ էին այդ ժամանակ էլ արդեն, բայց գաղտնի էր։ Հիմա էլ է գաղտնի, հաշվեք չեմ ասել։ Որ զանգեցի քեզ։ Հա, հիշեցի, հա։ Ինչ ինձ դուր եկավ։ Ասի ինչ պետք է տանք, այ ախպեր, 1000-ից մեկ այնց մարդիկ են գալի, թող կան մնան։ Հետո ես քեզ խոստացա, ասի մենք մի օր կհանդիպենք։ Այդ մեկը։ Ես էլ խոստում եմ, բայց դեռ էլի ենք հանդիպելու, էլի մեր մոտ, մեր տարածքում։ Ես որ սկսում էի, ինքը հələ շատ նոր էր, էլի, նոյեմբերյան տուրիստ բերել, այդ ոսկե պարը բարձանան, հետո իջնել, ճանճել էլի իրանց համար։ Բայց հետո որ սկսեցի հետարքրացնել, սկսեցին գալ ու ինձ հետարքիր ինչ տիպի մարդիկ կգան, էլ ու հիմնականում գալիս էին ընտանիքներ, փոքր ու զույգեր։ Հետո տեղի արձագանքը որ տեղացիք սկսեցին հետարքրվել։ Մի քիչ նեղացրեց էլի որ մտածում են այդպես գնան գնդե բզբզան կամ ախպեր մի հատ մոթել են էլի, հա այդպես էին ուզում էլի։ Իմիջալոց կարացի դրա դեմն առնեմ չեղավ ու ոնց հասկանում եմ ագին մեծ մասսա կա ովքեր որ բան խորոված փարթ էին ուզում անեն հատուկ դրա համար ամեն ինչ արել որ այնտեղ խորոված չլինի։ Բայց իմ հյուրերը գալի իրանց համար
միսը պատում գնում էին էլ։ Շատ հավես տեղ է, շատ սիրուն է, շատ տարբերվող է։ Ափսոս ֆինանսս չներեց։ Հայաստանում կա այդ տեսքի էլի։ Կլորներ շատ կա, բայց առաջին ես էի դրել ինչքան գիտեմ։ Հա։ Հիմնական վրանային ձևի են դրել։ Հա, տեսել եմ Այդ կուպլների։ չինական տարբերակն էլ, բայց սրա օրինակ ես որ սարքում ենք, ահռելի մեծ փորձառություն էր էլի։ Թանգելա չէ եղել։ Դե մի 10,000 ավել նստեց, էլ չհաշվեցի 10-ից հետո։ Ու ինքը ավելի շատ թանկ նստեց բանի տեսանկյունից, որ չգիտենք ինչ ենք անում։ Որ սաղ զրոյից է, որ պապա սաղ կյանք շինարար է եղել։ Ես ինչ անեմ, ես ինչ անեմ, ես այդ առել եմ պրարապ էլ, դες սենց արա, նենց արա, տենց մոգոնում ենք, ամեն անկյունն դե մոգոնած է, ու դրա պատճառով հիմա փագ է, որովհետև պատուհանները ինքը թե որ կլոր է, գալիս է, սենց երանկյունները S ձևի թեքության էլի, ու տեղում ոչ մի վարպետ չկարած իրան նենց սարքի, որ դուրս բացվի, ներսից բացվի դուրս, որ փագ լինի էլի։ Վերջ որ չկարածացի լավ, դե թող ներս բացվի մի բան կանենք, ու դրա պատճառով խնդիրների առաջ կանգնեցի, անձրևներ գալիս է, նեղ եզրով, ինչ ուզում ես արա, քաշում սաղ պատավիրում։ Դրա պատճառով կանգնացրի, ասի դե կիսատ բան չտամ, էլի սիրուն չի մարդ գալիս է, всё-таки վճարում ուզում մնա։ Իմ մար շատ կարևոր էր, որ ստեղից բացասական, ոչ թե իմ մոտից, այլ նոյեմբերյանից բացասական բաներով չգնան։ Օրինակ խի եմ տենց ասում, որ դաժե ինձ հարցնում են նոյեմբերյան գնանք ուր մնանք։ Ես եթե փորձա ստեղ չէ լավ, երբեք խորհուրդ չեմ տալ, երբեք։ Հա, ես էլ։ Որ հանկարծ բացասական բանով չգնա։ Օրինակ պոնչ ենք որ եկան։ Ինձ համար ոչ թե կարևոր է որ պոնչն եկի լավ ռեկլամանի, որ ապրելատեղ է եղել։ Դե նենց է չի որ արեցին։ Չէ, պետք է չէ։ Հա, կարիք չկա։ Ես էլ քեզ ասի կարան սենց գովազդան են դե ասի որ դու տենց։ Իմ ուզածն էր որ մեծ շրջապատ ունեցող մարդը որ գալիս է, նոյեմբերից դժգոհ չգնա։ Այն մելքի բան են փոքր դետալներն անգամ բան չանի էլի, դառը նստվածք չթողի։ Ես թվում է ագին հաջողվել է դա։ Շատ էին հավանել, այն որ մինչև հիմա էլի որ հանդիպում ենք կամ զանգում ենք, ասում ուզում ենք այնտեղը մնում է, այնտեղը մնում, ասում մնում է։ Հա, որ սարքեմ, մի հատ կազմակերպ ենք այնտեղ։ Տնից ոնց որ հորական տնից գրանցումից դուրս եկա ու դեռ իմ տան վրա չէի գրանցվել, տենց մի հատ պիրուդել իմ մոտ կար։ Տենց մի երկու զորա, չէ, ծանր չեմ տարել։ Մի քիչ ավելի թեթև եմ տարել, որովհետև գյուղում էր էլի սենց տնից։ Հա, նույն միջավ էր։ Ու մի հատ պլյուս էլ կար։ Զորահավաք անցավ, մի հատ չկանչեցին։ Այդտեղ մի երկու հատ բաց թողի։ Բայց հետո էլի կանչեցին։ Հայում այդ բանն էր, որ գրանցման բանի գնացի, պետքա բանկոմատում բան արվեր։ Մի անգամից օդից բռնեց այդ բանը։ Դու որ ժամանակահատվածում ես գնացել այդ 25 օրյային։ Երևի 24 թիվներ, եթե չեմ սխալվում։ Ոնց որ 24-ներ։ Ես 23-ի մարտին եմ գնացել ու նպատակային եմ գնացել էլի, ուզում էի կտրվեի մի հատ այս տեղից, մի 25 օրով հետս տետր էի տարել հաստ, գիրք գրելու ցանկություն կար մոտս։ Այդ տետրի մեջ լիքը նշումներ եմ արել, այդ ինչ որ կա, սկսած իրա վերնագիրն էլ ունեի, վայնկոմատի հայրենասիրությունից, սկսած տեղական իշխանության հայրենասիրությունից, որ շատ ժամանակ իրենց բարեկամները մի կողմ էին դնում։ Շատ հայրենասեր են։ Շատ, հա։ Ափսոսան։ Կամ հիվանդ էին։ Հայրենասեր են։ Նայ 147 հոգու եկել է Պավեսկա, 17 հոգի են գնացել։ Բանից պարզվեց վատառողջ գյուղում ենք ապրում էլի։ Հա բայց այդ տեղականի հետ կապ ունի։ Տիմի հետ կապ ունի։ Այն ժամանակ ուներ։ Հա։ Այն ժամանակ գյուղապետան հարցում էին անում ով կա գյուղում։ Հա։ Տվյալները փոխանցվում էր։ Դե ես որ ստեղ չէի, ինձ ոչ մի անգամ չի եկել։ Հա։ Այդ Պավեսկա։ Հենց ստեղ եղա մի քիչ էլ ակտիվ եղա։ Հա, երևացի։ Անդիմադիր հայացքներ արտահայտեցի։ Ամիջորս դաժան գործը։ Արի դու գնա կակրասն դե հեռախոս չի թույլատրվում, չես կարա Facebook մտնես։ Որն էր ծեր, որտեղ եք գնաց։ Մենք գնացել մի 10 օր մնացինք պալատկեքի մեջ, պատրաստվեցինք ու գնացինք դիրքեր
կողմերն է արանքը։ Ինչն էր իմ համար հետաքրքիրը։ Դիրքում ամենատարիքով ավակի ես էի։ 14 օր դե էլի հասկանում եմ ինչ որ միտեղ, բայց շատ բաներ չեմ հասկանում, էլի, որ ասենք ոնց որ համարյա թե բոլորը դիրքում Նիկոլի էսը, Նիկոլի են, ես իմ սրա ենը, Քաղաքական այն որ արդեն գժվել է էլի պահի տակ, խի ենք մենք մեզ քֆուրանում։ Վերջում ասի, տղեկ, ինչ որ մեկը Ալիևին որևէ բան ասիք։ Չոգի ձեն չկա։ Դե վտանգավոր է երևի։ Հա, բայց հո չի լսում ինքը։ Ես չի որ Նիկոլը լսում է։ Հա դե բայց գոնե սիրտ չի ովացնում է։ Հա։ Մենք միշտ մեզ սիրում ենք էլի դաղել։ Ես Նիկոլի երեսը չեմ էլի լվանում, հարցը դա չի։ Ու մեր այդ ժամանակահատվածում մի քիչ դեռ բարդակ վիճակ էր։ Հիմա այս վերջերս այդ նույնը մեր դիրքի մեր գյուղից մի հատ տղա կա, այս մի քանի օր առաջ հանդիպեցինք, էլի գնացել էր, ասում է, «Էդ ինչ ուստավ կարգ ու կանոն ծառայություն է, չես պատկերացնի»։ Ասում եմ, ժամանակ դրախտ է, դրախտ, չգիտեմ խիա դրախտ համարվում էլ է բարդակը։ Դեռ կարած ոչ մի բան չանես, անպատասխանատու լինես։ Հա, կամ ասենք շարքում կանգնած ենք, հասունել մարդիկ ենք, ջահել չենք էլի, այն տարիք չի, որ վատ զգալու ինչ-որ։ Մարդը անցել է դրանից թե չէ։ Այդ շատ կարևոր բան ես ասում։ Ասենք պատերազմում կռված, լիքը ձեռք բերումներ ունեցած սպան կամ այլ որևէ սպա ուզում եմ հասկանալ ոնց է էլի մեր ժողովրդի մեջից մարդիկ ոնց են իրանց թույլ տալի, որ այդ մարդը նկատողություն անի իրանց էլի։ Լուրջ են վերաբերում։ Շատ կորպուսի հրամանատարը կանգնած բան ասում հետևը բլյախ ասես պետք է։ Ասեն սպաներից էլ է գալի։ Օրինակ մեր դիրքի բանը, մեր ժողովուրդը խիստ ապաքաղաքական էր, խիստ։ Ասենք քաղաքական թեման դե համարյա չի էլ ֆռացել, շատ լավ, անտիր։ Մեր մոտ չի ֆռացել։ Հա, բայց բանը բացի հայոյանքը։ Այդ առաջի 10 օրը որ գնա բան հոկտեմբերյան որ տարան, հիմա Արմավիր չէ ոնց որ։ Հա, Արմավիր տարան, բանում ենք պոլիգոններում ու ասենք այդ խառը շատ խառը ժողովուրդ էր էլի, ահավոր տիպի խառը։ Այդ ժողովրդին մի հատ գնդապետ կար, իմիջիայլոց ինքը զորահավաքայինի էս բան էլի, այս թևի զորահավաքայինի բարձր պաշտոնյաներից էր Հովանեսյան ազգանունը։ Ասենք այդ մարդը 3 օրում այդ խառը ժողովրդից անեն զորք սարքեց, քեֆդ բերում է էլի։ Իր խոսքի հեղինակությունը, հումորի զգացումը, որտեղ պետք էր հումորը մտցնում էր, մի հատ թույլցնում, բերում Բանդավերիայի դաշտ, բերած բաց էր մնացել, ոնց կարա սպան այս կարգի գրագետ լինի, էլի, որ ասենք երեխեք չեն էլի դեմը, 50 տարիքի մարդիկ են, որ թքած ունեն 25 օր գան կայֆավատ կլինեն կգնանք, կոնկրետ սարքեց զորք ինքը։ Նեն չի որ իդեալական էր, որ դա 3-4 օրում էր քանին հավաքեց, սարքեց, որ արդեն հարգի սպային բան, բայց մնացած ամեն ինչը պրոբլեմա էր։ Իմիջիայլոց այս դիրքերի ձորի չա։ Դες մի հատ շատ կոպիտ բան էի գրել կարճ։ Հետո բանից խառնվել են իրար բայս ինչա զինվոր բան խիա տենց բան գրում։ Հետո այդ զորավակայինի պետներ կանչել։ Մինասյան ոնց որ ազգանուն, հա։ Տենց սպանել is խիստ վրթոված բա ինչ է տենց վատ բաներ գրում։ Տենց ագին խոսացինք, բայց ինքը ավելի շատ նաստրոյն նենց էր որ բան անի էլի։ Կռուտի տանի։ Yani հա դե մի տենց էլ ալում էլի։ Ոչ շատ վատ էր էլի, օրինակ բանի առաջի 10 օրը։ Իրականության մասին էս էլի խոսացել։ Հա, իշքար գրել եմ էլի, պրոստը շատ չարացած է այդ օրը, ահավոր չարած, որտեղ այնքան պրիմիտիվ բաներ էր թույլ տված։ Օրինակ ես խիղճս կորցնեի անկեղծ։ Կարա զենքի մասեր բերեի, հա, լիքը պատրոն բերեի, մարտական։ Լիքը տենց անխիղճներ եղել է։ Հա, հաստատ եղել է, այդ որ անընդհատ բանը կրակոց անում, չի բացառում, նայ մտերից է գալի։ Այդ պատրոն բերելն էլ է, էլի մի քիչ շատ ապուշություն է, էլի։ Եթե բրախած է, խի չէ որ։ Այս պահն էլ կա, էլի։ Հա, բայց
ասենք որ sense բաժակը վերցնում են հայրենիքի բանի հիմար են, չէ՞։ Դե հայրենիքը զրոանում է, էլի։ Եթե բայց որ դու պատրոնը բերում ես, դա նշանակում է, որ դու մի հոգու փայը, այն որ վերջի վարանտ ինքը իրան կարող է կրակի, ոչ թե գերի կնի, այդ մարդու համաձայն։ Այն հայրենասերի կոնկրետ գործը շվեդների մոտ բան կա, երևի կիմանաս, այդ 0 մահ բանին ճանապարհներին։ Դեն ծրագիր ունեն ու հասան դրան։ Չեմ հիշում որ թիվներ հասան դրան, որ այդ թևին մահ չեն ունեցել, որ հարցնում ոնց եք հասել դրան։ Շատ հետաքրքիր պատասխան էլի, ասում են մենք շարժվել ենք ամենատուպոյ, ամենատխմար վարորդի տրամաբանությամբ։ Ինչեր կար անի ամենատուպոյ մարդը, ոնց դրա դեմն առնենք, որ ինքը չկարանա, ուզենա էլ չկարանա այդ անի, ու ստացել ենք ասում բոմ բան, երթևեկություն։ Համին նույնը բանակն է։ Եթե այդ ձև չշարժվես, ինքը սարի կարելի ալնելու, որ ամեն ինչի վրա իդեալականի օրինակով ենք շարժվում էլի։ Դե պետք է, ինքը շատ կարևոր բան է։ Բանակը պետք է այդ բանը դիսցիպլինան ամենակարևոր բանն է, եթե բանակը դիսցիպլինա չունի, վարի է գնում։ Բայց եթե սպաներից դու էտի ես տենում, ինքը բան կամարական վերաբերում քո հանդեպ։ Օրինակ իր զորքի հանդեպ, հա, լավ է, բայց այդ 25-ով եկածես ոնց որ բարադի մասա է, էլի իր անկալում։ Ու դա խիստ վիրավորական է։ Ու դա տենում մարդիկ են այդտեղ կարա գիտնական լինի, կարա մեդիա դեմք լինի եւ այլն եւ այլն։ Դա մի օրինակ գիտնականի այդ բանն ենք էլի խոսում, ասում սաղին պատրատ ուղարկում ես էլի, նայում ես, բանը ինչ ա ծառայել 20 տարի առաջ։ Այդ մարդը բռնում բան ես անում, պավեստկա ես ուղարկում նույն բանով։ Այդ 20 տարի ապրել է այդ մարդը, մասնագիտությունը փոխվել, բան թազա գիտելիքներ ա ձեռք բերել էլի։ Բա ոչ միտեղ չի երևալու այդ բանակում այդ մարդու ձեռք բերած գիտելիքները։ Օրինակ մեկը հենց Համլետը մարդուն տանում են, ինքնարարողջական խնդիր ունի էլի, բայց բանը ինչ անունը Մարթաբան Հայաստանում բացառիկ մասնագետներից է։ Ասում նույնիսկ բանակը չունի արա Մարթաբանի կարիք։ Ասեն խիս ինձ կան չէ հարցերս տալ էլի, որտեղ բողոքել եմ։ Մասնագետ է, տար օգտագործի էլի, այն մարդն է պատրաստ է, ի՞նչ ես անում։ Տանում ես ավտոմատ չես տալի, որ ինչ լինի։ Այդտեղ այդ սպաների զորքի հետ շփվելու խնդիրներից մեկը նաև ինքնահաստատվելն է, այն որ չեն հասցրել։ Ոչ թե չեն հասցրել, այլ իրանք ճնշված են եղել իրանց ակադեմիայում այդ այն ժամանակահորտը։ Այնտեղ ահավորտը, ասենք այն սպաները, ովքեր որ լավ ծառայել են, լավը տենց ճակերտների մեջ էլի, այն բարքերով անուն են ունեցել, հեղինակություն են եղել, իրանք կարողանում են իրանք զորքին նույն ձև կարգու կանոնը հաստատեն։ Բայց այն կան սպաներ, ովքեր այնտեղ ճնշված են եղել, գալիս են ստեղ, փորձում են ճնշել։ Լրիվ ուրիշ ձևի ծառայություն են սկսում անցկացնել, էլի։ Դա նաև գիտելիքի բացակայությունն է։ Ոնց օրինակ ասում այդ սպա փայլուններ անում էլ, փայլունես հիանում է ուղղակի իր, որ ինքը նաև սոցիոլոգ է, էլի, որ նայում ես ինքը ոնց է տարբեր շերտեր է, էլի, շատ տարբեր մարդիկ են, պրիտոմ ու մեծ մասը բան արած է։ Զորով մի մասը զորով բերած է, որ իրեն քրեական գործ են բացառին որ եկել է։ Որ այդ տիպի մարդկանց հավաքում է միանգամից գաղափարի շուրջ, որ կարևոր գործ ենք ստեանում։ Դա ֆանտաստիկ է, էլի, այստենց սպա հələ չի տեսել, էլի, որ կարում է այդ ձևի, այն խառը մասսայից սարքի զորք։ Բայց այն մյուսը ինքը գրագետ է, էլի, կոնկրետ գրագետ սպա է։ Բայց ուրիշ տեղեր որ գալիս է սկսում են sense բան 18 տարեկան նման քեզ վերաբերվել, դե հասուն մարդիկ են, մեծ մասը բիզնեսներ ունեն, ահռելի թիմ է իրանց մոտ աշխատում։ Ոնց եք տենց խոսում էլի արխային։ Մեր այդ դիրքի հենց գնացինք, արդեն դիրքեր բարձրացանք, հենց առաջինը որ պետքա երկրապահի տղերքին փոխարիներին երկու հոգով որ իրանք գային փոխվեին իջնեին, ասի ես կգնամ հերթապահության էլի, տղեկից մեկի հետ երկուսով գնացինք։ Հենց որ վերջացավ մեր սմենը, եկանք որ Բոդրուշի պետքա կանգնենք, այդ հետինիս ասի ջան ջան մտնեմ մի հատ ջուր տաքացնեմ, չայ վերցնեմ, դուրս գամ, խմենք իրար հետ, դե ցուրտ եղանակ էր էլի, մետրից ավել բարձրության վրա ենք։ Այդ սեպտեմբերյանի ժամանակվա գրաված տարածքներում ենք էլի։ Սեպտեմբերյանից 6 ամիս էր անցել։ Մտա արդեն այդ բլինդաժ կոչվածը,
մեկ է դդդդ կրակոց։ հասկացա։ Օրոսիս ինչա, խառնվել եմ իրար, հա։ Ասի վայ ճոմը, տենաս ինչ եղավ, խառնվել եմ հիմի, ես առաջի կրակոցն եմ լսել էլի, ես իմ ժամկետային ծառայության վաղտ արձիլերիստ եմ եղել, կայսի վրա եմ եղել, տենց կրակոց մենակ Ուչենյանների ժամանակ ենք արել էլի։ Իմ համար շատ խորթ էր ու անծանոթ։ Ինձ թվաց, всё, խփել են արդեն։ Արագ հելնում եմ, ուզում եմ դուրս գամ, հետներս մի հատ պայմանագրային տղա կար, որ այդ դիրքը իրանք էին սարքել հենց էլի։ Ամեն դիրքում տենց մի հոգի ծանոթ մարդ էր ելնում էլի, որ խամ մենք չտայինք։ Հիմա կարող է արդեն որ կարգ ու կանոն է հաստատվում, երևի թե Չէ, դա պարտադիր է որ ծանոթ լինի։ Այս հիմա ոնց որ էլի հետ են բերել այդ համակարգը, մեր վաղ չկա։ Հա։ Ինչ պարզվեց։ Մեր հետ այդ օրը բարձացած կողքի դիրքի տղեկը հարփում են, սկսում են գռռացնել նրանց վրա, նրանք էլ կրակում են մեր դիրքի վրա, որ ամենա մի քիչ փոսոտ տեղն է ու դա է միակ մուտքը էլի, որ կարա այդտեղով ինչ որ բան լինի։ Ու այդ մեր կողքի պոստում պատրոնները ավելի շուտ բրծավ, քան արավը։ Ամեն իրիկուն նույն վիճակն էր։ Սպանել իրանց մոտ էր հենց։ Մեր պոստում այդ բանը ես դիրքի ավակն էի, բայց նեն չի որ ես այդ դիրքի ավակը դրա համար էր տենց էլի։ Տենց փոխադարձ բան կար էլի, համ վստահություն, համ բան անկալում կար, որ դիրքերում պետք է լինի իդեալական։ Հա, ոչ մի տիպի բան չի ֆռացան, էլի, ոչ ալկոհոլ, ոչ մի կաթիլ։ Ու այդ շատ չի եղել։ Ու նեն չի որ վերահսկում էր դրա համար չէր։ Հա, մերն էլ չէր վերահսկում։ Կանեինք։ Հա, զուտ գիտակցական մակարդակ այնքան էր։ Մեր մոտ էլ հա տղեկն էլ ամենուք շատ լավն են մեր տղերքը շատ։ Մերն էլ են Հիմա շատ էլ լավ։ ահագին շատերի հետ կապեր Մենակ կա։ քֆուրչի էին։ Դե ես վերջի օրը դառա քֆուրչի։ Այդ վերաբերմունքից ահավոր է վատացի, ահավոր։ Որ ասենք մի հատ բացատրեմ սիտուացիան, էլի, ամենաբարձր դիրքերն է։ Թվերը չասեմ, բայց երկրորդը մերն էր։ Ու այդ երկուսից բերում էին մի Ուրալով դեմից։ Ու ասես վեշերիկ երկու շաբաթվա վեշեր լցում եմ մեջը, ուտելիքա, ջուրա, ամեն ինչը սա մեջն է։ Ու ասում է, այս երկու դիրքի ժողովուրդը մտեք դրա մեջ, գնում ենք։ Դե ջայնացասի ոնց ես դու պատկերացնում, դրանից մի երկու օր առաջ է Ուրալը շուրեկը կոնկրետ զոհեր էր տվել։ Ասում ոնց ես պատկերացնում, ստե տեղորն հասում ինչ ա եղել։ Ասում դες դիրքի ավակն եմ տար։ Չեմ գնում։ Դες խորնով իր ոնց ես գնում, դե չեմ գնում։ Կարաս տանես զորով։ Բալը սպասի, մայոր էր ոնց որ գնաց խոսած բան եկան, բա լավ երկու ավտով կտանենք բան, տենց բաժանեցին, մի կերպ շանհալի գնացինք հասանք, բայց հետ գալը դու մի ասա ինչ որ այդ դիրքեր հասնելու համար ավտոն вообще չի հասնում այդտեղ, դե հատուկ տեխնիկա է, բանի ոնց որ ցեպավոր սարքի ու գազելի բանն է, ջորիա էլի, հա ինքը լրիվ խառնուրդ էր։ Անասուն բան տեխնիկա, այդ մի հատն է այդ սաղ տարածքում, ու ինքն է անդադ փչանում է, ցեպն է կտրում, ես ինչ ալնում։ Ու մեզ տարել են, հասցրել են վերև, մի գնացինք փոխեցինք երեխեքին, ովքեր որ 5 ամիս չէին իջել։ Ինչ այդ է նոր ջոկում ես ինչի համար է պետք էլի, հա, ասում ես գործից կտրվեցի ես ինչ։ Հա, բայց որ տենում ես 5 ամիս այդ երեխեք չեն լողացել։ Հա։ Դու մեծ գործ ես անում էլի։ Քեզանից ես ինչ չի գնում, բայց իրանց ահագին օգնում ես։ Հա, բա ինչ է։ Վերջը այդ հետ գալու վաղտ որ եկավ այդ բանը ցեպավորը փչացավ ճամփին, ոչ նրանց կարացին իջացնեն, ոչ մեր զենքով բանով խառը շանհալի մի կերպ հանձնում ընդունում արինք այդ ձների մեջով գլորվելով մի կերպ իջանք, մեր բանը չկա։ Պարզումա դրա շոֆերն ու բանինը նույն մարդն էր։ Այդ Ուրալը որ պիտի հետ տաներ, դե вообще գժում էլ արախի սենց անում։ Հասկացանք բանի կարիք կա, կադրերի պակաս կա, բայց գոնե կարելի է մի ձև այդ հարցը լուծել էլի։ Շատ բան վերաբերմունք է, էլի առհամարական։ Չգիտեմ այդ հարցը մի լուծվել է թե չէ։ Դե ես կարիքը զգացի գրեմ դրա մասին, հիմա արամ ասել։ Նու ինչ որ կարելի էր, ինչ որ ռազմական գաղտնիք չի։ Ես ամեն ինչ թողել եմ։ Չգիտեմ հետևություններ թողել են թե չէ։ Ու հույս ունեմ մի օր այդ գրքի վրա ժամանակ կծախսեմ, որովհետև շատ հետաքրքիր բաներ է նկատվել այդտեղ, որը որ կուզեմ
Այդ կարևոր է միջորից հետադարձ կապը, իրանք էլ են գնահատում։ Հա։ Օրինակ շտաբից չասեմ ով, հանդիպել ենք այդ նույն գրածի վրով։ Եկավ նստեց դեմս, ջալ տղա էլ, բայց թույն մասնագետ, դրսերը սովորած բան։ Եկավ, sense թուղթը գրիչով, ասա ախպեր ինչ որ ասում ես, ես կարամ սա կռուտի տանեմ։ Ու դու չես կարա բան ասես, խիա տենց էլի։ Բայց ես եկել եմ լսեմ, ինչ ես ասում։ Ինձ համար կարևոր է դու ինչ արձագանք ես տալի։ Սա գրեց մոտը, հետո վերջում ասեց էսի կլինի, էսի չի լինի, էսի կարանք պրինցիպի ու բացատրում է ոնց է այդ լինում։ Տեղավորվում ես էլի։ Աբա եթե կարող եք այտենց աշխատեք, խեք մեզ այտենց արհամարում էլի։ Պետք է անպայման բողոք լինի, որ նոր բան լինի։ Այն սկզբի օրը մի հատ բան էլ հետաքրքիր մի հատ մաս կար, որ դե մեծ մասս դե տարիքով տղեկ ենք, թրաշով տենց անխնամ շատերս առաջի օրը այդ սպաներից մեկը ասեց պետքա սափրվել եւ այլն, ինքն էլ ոնց որ թե լավ հարբեցող տեսակ էր, քավառիցեր մարտունիցեր էլի, Զավասկոյա տենց էլ։ ես էլ այդ պերիոդում դերի առաջարկ է ստացել, որ պետքա պարտադիր թրաշով լինի։ Հա։ Հիմա ասում եմ կոմանդիր ասում եմ, սենց մոմենտ կա էլի, ինքն էլ տենց ճանաչեց մի քիչ ուշ, ճանաչեց, որ դերասան եմ, հիշեց, որ ինչ-որ միտեղ տեսել է, ասեց ախպեր կապ չունի, ասի լավ, կապ չունի, կուցավն է տանեմ, եթե դա կարգը, ես նենց չի, հասկացանք, կգնամ հետո, հետ կգնամ, Կաճի։ Չիլնի։ Հա, չիլնի։ Հետո դիրքերում հնարավոր է, չէ՞, դե կարում ես արդեն թողես։ Հա, երկար աճում, հավեսը։ Ասի այդ երկու շաբաթվա մեջ ոնց ուզում ալնի կգա էլի կհասնի։ Ես սափրվեցի, մեկ է որ չտենամ հաջորդ օրը։ Մենակ դու ես։ Մենակ ես եմ։ Ոչ մեկի վեճը չի։ Ասում են սափրվեք, հա, եղավ բան, ու չեն անում բան, ասենք լավ տղություն է էլի։ Չէ, բայց այդ բանն էլ է, պահանջը պետք է բան լինի, տրամաբանական լինի։ Իսկ մեր սպան որ ասում է, որ հիացած է իր աշխատանքը։ Եկավ ասես տղերք, ովքեր որ թրաշ չեն պահում, այդ իրանց բանը չէ, կերպարի մասը չի, խնդրում եմ թրաշվեք։ Հիգիենայի համար, որտեղ ստե քրտնելու եք, բանը միշտ չենք լողանալու, մի անգամ ենք լողանալու։ Ու հասկացան սա ախպեր, ով որ թրաշվող էր, ամեն առօր թրաշվում էր, պայմանները ապահովված էր։ Ով որ թրաշ էր պահում, ու կոկի կացնում էր։ Ասում էր, խնդրում եմ, կոկի կլինի, մեր տեսքն է, էլի։ Որտեղ ու ամեն առավոտ մենք տենում ենք, որ մի կերպ քնից ելնում ես, դնում ես ինքը արդեն ինքը անձամբ գնում է այդ նույն տեղը, որ բոլորս թրաշվում ենք։ Ինչ որ ինքը ասում էր, սաղ ինքը անում էր։ Սաղ կոկիկությունը բանը այդ ու ամաչում ես էլի դու վատ ես զգում որ այդ ձև չպահես քեզ ուզում եմ ասում սպայից շատ բան է կախված շատ այդտեղ մի հատ էլ բան դուր եկավ այդ 25 օրյայի մեջ թիկունքի հետ կապված էլի որ դե նայ նոյեմբերյանից տարբեր գյուղերից լիքը մարտիկով գնացել ենք հասել ենք մեր մասիվներ հա բայց որ ես տեսել եմ մեր գյուղապետերից այն որ եկել են այդտեղ դա եղել է հաղթանակցի Վահրամը Շարոյան որպես ծառայող եկել չէ ինքը իրանց գյուղից մի քանի հոգի էլ կային հա երևի մի 3-4 անգամ եկել է տուլիկա բերել գյուղից հավաքել են բայց ասա որ դրա կարիքը չկար իրոք համաձայն եմ չկար բայց ինքը տեսակով մարդ է ով որ առավել եւս իր հայրն էլ եղբայրն էլ պատերազմների ժամանակ մահացել են ինքը իրանց տանը շատ է էլի այդ ուղղությամբ ֆիքսված ու հա ֆիքսված հա նույնիսկ մեր գյուղ էր գնացել եթե տանից ինչ որ մեկին ինչ որ մի բան էր պետք պատտվել էր սա համարյա սա մեր համայնքում պատտվել էր ումից ինչ պետք կա վերջ շատ հավես էր էլի որ դու տենում ես որ մարդիկ կան որ մտածում են էլի հա մի պես չքեր հա նենց չի որ sense ղրգել են
Այդ արի ասենք որ երկու բան։ Մեկ որ սնունդը արդեն Հա, լավ ուրիշ բան է։ Այդ շատ կարևոր է։ Այդտեղ դուք զգում եք որ քեզ հարգում են։ Որպես մարդ ում բերել են, դա հարգում են։ Բայց մնացածում է պետք է երևի, օրինակ բացինկա տալիս են, բայց բացինկի թեման այդ Միկվանը ասում են շատ լավն է։ Թազեքը, հա լսել եմ, բայց օրինակ մեզ տալիս են այդ սև ոտերն ավիրողներից։ Մի ու խոսում ենք, էլի ասում խեք է սևը տալու ու պարտադրում անպայման սև են։ Օրինակ ես առել եմ 50,000 փող եմ տվել, գերմանական թույն բացինկեքա էլի, որ դրանով շափատով 25 օրով եմ էլի գալու, հա։ Հա, չէ, պիտի բոլորը նույն գույնը լինի, որովհետև ինչ որ մեկի էսթետիկ ընկալումները դա չի բռնում։ Գնա սև ես իմ ինչ ճարի, ես էլ էի ճարի, տանտերի սևը չկա։ Չէ, էլի սև։ Ու ասենք մարդ զորքի երևի եթե չեմ սխալվում 20%-ը գալի է էլի այդ հաշվարկներն անել, եզրակացություններ անել, չի արվում։ Բանը շարքից դուրս է գա ուղղակի։ Ծառայության կեսի շարքից զուտ այդ բացինկեքի պատճառով։ Հա, շատ կոպիտ էր։ Ու ասում հա, այդ ճիշտ ես ասում, օրինակ ասում զորքին որ տալիս ենք, մի 2 ամիս պետք է իրանք ադապտացվեն այդ բացինկեքին։ Ասում բայց դու ինձ մի ամսով ես բերել էլի, ճիշտ չէ էլի, արդար չի։ Տանեմ, մի ամիս շուտ տվեք գոնե որ տունը հագնեմ։ Հա, ինչն է ասում, եկե այդ սնունդը որ լավն է, մյուսը S25 օրյան, իր ամենամեծ առավելությունը այդ որ թույն նիհարելու տեղը։ Ոչ մի բան չանելով դու սկսում ես նիհարել։ Զուտ են որ առօրյա մտածելու բաները դուրս է գալի, սնունդը լավն է ուտում ես այնքան ինչքան ու ռեժիմով ես ուտում, հա, կոնկրետ։ ու ինքը անկախ քեզանից նիհարում ես։ Ու սաղի մոտ էր դա էլի։ Մի քիչ էլ եթե մարզելու այդ օրինակ այդ մարզելը մենակ մեր վաշտից մեր դասակի, եթե չեմ սխալվում, մեր դասակի բախտը բերեց կամ չէ, մեր դասակն էր ոնց որ էլի բերին ու այդ տղեկի դեմքերը տենցը չտեսանք, փագեր, մարզիչներ, փորձարկում էին մեր վրա էլի, հրահանգիչներ, երևի սուտ չասեմ, այդ մի շաբաթ են մեր հետ աշխատել, որ արդեն դառնում էր էլիտար զորք։ Մենք համ մի շաբաթ աշխատել, փորով բան ձածաներ ենք էլի, եկել ենք այնտեղ, անես թույն էին անում, ու սաղս ուզում ենք այդ անենք էլի, գլուխ պահող չկար, որտեղ այնքան բան սովորեցինք այդ տղեկից այդ մի շաբաթվա մեջ, որ դեմից ասում ենք ալավ դե ինչ եք ուզում ես այն բան։ Հետո որ ջոգինգ ստացվում է, իրոք ստացվում էր էլի, բայց մնացածի վրա չկիրառեցին, հետո ասին հա էլի ենք կիրառելու բան, բայց մի չգիտեմ անում են թե չէ։ Այդ շատ կարևոր էր, օրինակ առաջին բուժօգնություն ես ոչ մի տեղ չի սովորել։ Հա։ Այնքան մանրամասն այնքան անել են տալի, որ արդեն դու խաբված ես բանես, ինքը ավտոմատ անում ես էլի։ Նես սանատորիա չես գնում էլի, որ պետք չկա։ Շատ լավն են այդ տղերքը շատ։ Մի չգիտեմ բանակ իրանց հետ աշխատումա թե չէ, այդ մասնավոր են։ Կարենին, Մհերին շնորհակալություն եւ Գևորգին ճանաչում եմ դեմքով, գիտեմ։ Մենակ ինքն էր դեմքը բաց։ Այն երկուսին դեմքով տեսած չկա։ Բայց անունները գիտես։ Հա, ասում էին անունները, բայց դեմքերը բոլոր Կարեններն ու Մհերները, ովքեր այդ գործն ովքեր ուզում են կարան իրանց վրա վերցնեն։ Շատ շնորհակալություն։ Մեր գործընկերն է Նոյշին շինանյութերի խանութ սրահը, որը գտնվում է Նոյեմբերյան քաղաքում, նոյեմբերի 29 հասցեում։ Այստեղ դուք կարող եք մատչելի գներով գտնել տարբեր շինարարական պարագաներ։ Okay, բայց նես լավ տեղ ենք հասել։ Ճռռիկները ֆոնը ապահովում են։ Զվուկ են գրում։ Այդ խանգարի է կան։ Դա նորմալ է, բնական ֆոն։ Հա։ Ափսոս չի, այս ֆոնը։ Ես вообще հենց սկզբից մտածել եմ բնության գրկում անենք այս ամեն ինչը։ Հա։ Հետո որ ուշ ժամի էի ուզում, բոն ոյաժնել հավես տեղեր։ Բարև ձեզ։ Օ, մոքիր։ Արզորից անենք։ Ոնց ես։ Անտի շեֆ մեղր ճարի ինձ հրահանգել են։ Այ մարդ մեղր էլի տանում երեխեն ուտել նա։ Հա։ Հա։ Դե դիմանում չի բրծել է։ Մի կիլանոց է վիկար։ Հա։ Հետո կտանի։ Լավ, մի կիլոնոց է։ Ոչ հեվա չի, նոր մեղր։ Լավ շեֆ։ Կասես չէ, բայց։
Երեք մի հատ կենաց պակաս եմ ասե, կարող է մի ասեմ։ Զոքան չէ։ Խոսանք մեր հարսանիք կազմակերպող սրահների մասին, էլի։ Քանի որ մենք Սոֆակվայում ենք գտնվում, Սոֆակվա ռեզորտում, Երեգել հարսանիք։ երեգել ունենք հարսանիք, շատ իմ համար շատ հավես անցավ։ Դու մասնակից ես եղել, ես դե վարում էի հարսանիքը, մի քիչ իմ կարծիքը սուբյեկտիվ է, էլի, իմ տեսանկյունը, կուզեմ դու որպես հենց արարողությանը մասնակից գնահատես էլի այդ երեկոն ոնց անցավ քո Ես համար։ կարծում եմ հարսանիքները մարդկանց տանջելու բան են։ Հավաքում են կոլեկտիվ տանջում են։ Այդ բանը, այն սրահային տրամաբանությունը։ Ստեղ ինչ որ կազմակերպած է, որ եթե մարդը մոտ մի քիչ լցվեց որեսա տիպայթի կամ նեղվի, դուրս է գալի մի հատ ֆռմա բանը կամ լողավազանով բանով։ Մի անգամից հանդարտ բանի մեջ է, էլի պրոցեսի մեջ է, շատ լավ էր, շատ հավես էր։ Շատ համ դե մասան էլ մի մասը դրսից եկած, այդ բանը միքսը միշտ կա սիրուն ալում, էլի հավեսալ։ Շատ լավն էր։ Մի քիչ ես օրինակ ձենը կիչացնեի, այն որ դեմից լավ էր, հետո կեսից սկսեց կամ ձայնի բանն է, դասավորության խնդիրը, որ միտեղ բարձրալ, միտեղ ցածր, չգիտեմ ինչն էր, բայց կոնկրետ սկսեց տանջել Ամեն միտեղ։ կարող է որ ալկոհոլը մտնում է օրգանիզմ, Դե շատ չեմ չես օգտագործել, Հա, չի օգտագործել։ բայց տենց բան կա էլի, որ Հա, մտնում է համաձայն։ մի քիչ ամեն ինչը ավելի զգայուն է։ Օրինակ այդ սրահներում հարսանիքների դրա ինչ եմ համարում տանջանք էլի։ Չգիտեմ, խի սաղ զելում են այդ։ Դղկը է էլի լսում։ Սպանում է կոնկրետ ու չես կարող վայելես, հա։ Բանի Այստեղ նարեկը շատ լավ է։ Սա լավն է, հա։ Շատ Շատ լավ էր, փակել է։ շատ լավն է։ Այսօր Ռոբից իմացա, ուզում է ինչ-որ հատակնել ձևափոխի։ Հա, Ես չեմ ուզում ճակերտները բացեմ, հա։ թող անի։ Դե նենց է որ շատ ազատությանը զգացում կա, էլի օրինակ Հա։ հարսանիքներին գալիս են պարտադրված, որ գեղեցիկ սիրուն հագնված հանստեն ուտեն ու սպասեն դրան ինչ ան դե կատարում, այդ վարողն ինչ կենացներ ասում, բանաստեղծական։ Հաստի չկա այդ բանը, էլի։ Շատ ազատ է, շատ հավես է։ Բանաստեղծություն ասելը դել չի գալիս։ Չի ասես ինչ անես, ում մար ասես։ Հետո հիմա մի քիչ Վայելում տարօրինակել է են։ բանաստեղծություն ասելը։ Մի քիչ ժամանակները փոխվել է, պետքա շուլուխը շատ լինի։ Ես բացօթյա, կիսաբացօթյա տարբերակները մեր հարսանիքների տրամաբանություն լրիվ փոխում է։ Հա։ Արդեն մարդը ուզում է գնա, համարում է ինքը որպես ժամանցի ձև է, էլ։ Խաղերը։ Հա, համ այդ Առաջ մարդկանց հետ խաղերը է ուրախան։ չկային։ Դա բան հիմար բաներ էին անում։ Հա։ Որ չես էլ ուզում մասնակցել, դες դե մեր հյուրերը ով մենք է գնանք, դաժե նենց մարդեր մասնակցում, անուն էլի չտամ։ Որ կյանքում չես մտածել, որ ինքը դուրս գա մի բան կանի։ Բայց շատ Այդ լավ կա- անցավ։ քաշ- Ինձ հա, օրինակ շատ լավ է։ մի պահ կար Ռոմանի հետ մտածում էինք կարողա մի հատ անենք խաղ կամ չանենք, որովհետև սաղ տժում էինք։ Հա, Հետո որ առաջինը սկսեցինք, շատ հավես էր։ Ես նկատում եմ էլի որ Հա. սեղան քանդվում են, շատ ուրախ անցավ։ հա, Այդ ռազմիկեն հետաքրքիր էր երկու թիմով։ հա, Որ հարսի կողմն ու փեսի կողմը։ բայց բան արա սահմանափակի քանակը։ Հա, մի Որ կողմը շատ շատ արժեքավոր են, դառնում, հա. մասնակիցները են, մի կողմը մի Երևի քիչ։ միջև 4 հոգի։ 4 հոգին է, Հա. դե հիմնականում տենց է, Հերիք է էլի, լավ։ կավենում էլ է 4-5 հոգի է ալնում այդ թիմը։ Դե հիմա առաջի անգամն էր այդ Հա, խաղի, հա. հետո որ մարդիկ Շենքը էլ լավն է։ ուզում են Հա, մասնակցեն, մի տեսակ չի ելնում ասես։ Տոցելակցը։ Ես էս քանի փողն եմ վերցրել։ Հավես կլիցելակցը։ DJ-ը լավն էր, ինձ շատ դուր եկավ իր ոնց էր ինքը երաժշտությունը Հա. կառավարում։ Շատ չեմ խորացել, բայց հա լավն է։ Ինչ շատ դուր եկավ, հա։ Այդ ուրեմն նշանակում է, որ շատ շատ կարևոր է, հավես է եղել, էլի։ Ինքն էլ երևում էր, որ լավ տիպ է։ Ես առաջ անգամ էի իրան տեսնում։ Որտեղից է։ Իջևանից։ Հա, մորից։ Իդեպ Իջևանում այդ DJ-ինգը լավ է, շատ կան։ Դե երևի մի քիչ համեմատաբար, Պահանջարկ կան դա։ հա, մարզկենտրոն է էլի ամեն դեպքում, Հայ, բայց Իջևան փակ էր էլ մի վաղ։ բայց Ուրեմն նայ, փոխվել է։ երեք ինքն էլ է ասում, Նայիրին ասում է, նենց չի, որ ես մենակ Իջևանի վրա եմ։ Հա. Տարբեր տեղերից Հայաստանի կանչում են, էլի։
Ադեմի կարճացել է ջամփիկը, արագացել է։ Մեկ էլ են որ Նարեկը ինձ թվում է ստեղ կոնկրետ դոմինանտ է դարել հարսանիքների։ Սորոչ անգամ էր։ Չնայած ես երբ եմ ստե մեկի Դու հա ապրելատեղում ենով է հարսանիք անում մի անգամ արել ենք։ հա Լավն է։ Ծիտրերում կգրենք։ Այս գլխից վերևի ֆոնն ավելի է տակ։ Մի հատ բացօթի արինք շատ սիրուն էր շատ։ Շատ լավ է կազմակերպում Նարեկը, շատ մեծ ուշադրություն է դարձնում ու շատ մանրակրկիտ է անում, էլի, ասենք ես դեռս մեր տարածքում չեմ տեսել այս քանակի մատուցողներ։ Այդ ինքն էր բեր։ Հա, ստեղին է, հա։ Հա, այդ ուզում էի ասել, գիտես։ Շատ արագ ամեն ինչը տեղի ունենում։ Մենակ քանակը չի։ Ու որակն էլ, հա։ Օրինակ բանը այդ ընկերս հատուկ կոնկրետ տեսակի գինի է սիրում խմել ու բերել էր հետը որ կոնկրետ միջամտություն է էլի բաների գործին այդ մատուցողների բայց այնքան համբերատար սիրալիր շնորհքով այդ գործն արա ես մտածում եմ լարում է էլի որ դե մի դուրսից եկած հյուրա կարող է բանան կոպտեն ասեն կարող է գիտես ինչա քեզ մարա բայց չէ շատ լավն էր ես հարսանիքը սկսելուց առաջ մի հատ իրանց ժողովից մի հատ մի րոպեանոց հատված լսեցի շատ հավես ինստրուկտաժ արեց էլի Նարեկը այն որ ու ընթացքում տեսա որ ազդեցություն կա էլի այդ ժողովը իր ազդեցություն ունեցել օրինակ բանը ոնց է անում որ ուրիշ տեղեր գնում ես զգալիս են շնչիդ կանգնում մատուցողնի հա Գերար մի անգամ սթրցնում է ասում թողել ես ուզում եմ այս ամանը սենց մնա որ կշտացած համարեմ ինձ էլի տանում ես դեմիցս չեմ տել միջեմ այսպես հաշվում եմ ես արդեն ընկերացել եմ հետը բան հավես միջավայր ենք ստեղծել բրցրում տանում ես այստեղ չկար այդ տանում էր այն վաղ եւ որ արդեն ես սկսում էի որ դիսկոմֆորտ է մոտ առաջացել այս չջոգի ոնց են անում դա շատ իրեն ելնում էլի շատ լավ էր համարյա ամեն սեղանի շնչիդ կանգնած կա էլ այդ շատ կարևոր է որ մատուցողը հյուրերի շնչին կանգնած չի համ հասանելի է շատ արագ համ էլ շնչին կանգնած ես չգիտեմ այդ ոնց է ստանում ու ժպիտ կար դեմքներին իմ համար դա էլ է մեկը մուննաթով էր բայց դեմքը տոլի իրա դեմքից էի դա ուրեմն հարսանիք չի եթե մուննաթ չկա էլի մեկ էլ ինչն է այստեղ դուր գալի այս ռեզորտը ինչ բացվել է շատ աշխուժ սկսել է աշխատել սրա կարիքը եղել է էլի շատ լավ է նկատել Նարեկը սրա բացը դու առհասարակ լողավազաներ չէիր եկել то есть երեք առաջի անգամ չէ մի անգամ եկել էի բայց այն անգամ բանը աղմուկավոր մեծ էր արձագանք էր տալի էլի միջոցառման է հա միջոցառման է իմ չարուց պապին որ տժժեցնում էր այդ պապի ծնունդն էր հա 80-ամյա ոնց որ չեմ հիշում երևի հա ու բայց բանը տոլի ձենի նաստրոյկից էր ինչ չեմ դիսկոմֆորտ էր տալ երևի այդ ժամանակ այդ տանիքի մեկուսացումը չի եղել ձայնա մեկուսացում այդ հիմա շատ լավ ուզում ես միկրոֆոն վեկալ արի ախպեր արնստի արի արի զրիցան մեկ ես էլ միշտ ասենք այն սկզբի հատվածներում դեռ որ չի սկսել միջոցառումը միշտ մեջս լարվածություն ալնում էլի որը ինձ իմ մասնագիտությունից տարել է հետնաբեմ իմ մասնագիտությամբ դերասան եմ բայց իմ կյանքի այդ ստեղծագործական կյանքում ավելի շատ սցենարական ռեժիսորական աշխատանք եմ արել էլի ու դա եղել է հենց այդ լարվածությունը բայց երեք որ մտել եմ բարևը ասել եմ բարևից հետո նենց եմ թիլացել շատ հարազատ մարդկանց դեմքեր տեսա մի անգամից այդ ոնց որ ես տանում եմ հա շատ է օգնում է երբ որ տանում եմ ասոց շատ է կախված ու շատ տժժիկ էր եւ 70%-ը երիտասարդություն էր հա ովքեր էլ տարիքով էին էլի իրանք երիտասարդի նման էին իրանք դե փոխում է էլի փոխում է Ռոմանը հոգացել էր դրա մասին շատ մանրամասն չէր մտածել էլի որ այն մոքրին կանչենք Ամերիկայից եկել Ոբշի կանչել էին բայց դոլար չկար բայց անենց էր արել որ բալանսը պահվի էլ Ինչ ֆիլմ կառաջարկես մեր ուսանողներին անպայման պարսկական մեր մոտ շատ թերագնահատված է պարսկական կինոն շատ
բայց կոնկրետ որը պիտի նայեմ, հիմա սենց աններով չեմ հիշի, նայեմ կասեմ, բայց հաստատ արժի իմանալ հարևանը ինչ է նկարում։ Վրացականներն էլ եմ ինչ-որ շատ հետարքի, բավականին հետարքի համ սովետական շրջանի, համ նոր, բայց երևի արժի սկսել ներքևից, հարավային հարևանից։ Դե թուրքականը սերիալներ են ու Չէ, կինոներ էլ համատարած ունեն։ նայում են։ Կինոներ էլ ունեն։ Մեր մոտ սերիալներն են Շատ լուրջ ներդրում են անում, շատ։ Հա։ Ֆանտաստիկ գործ են անում։ Դե ֆինանսապես մի քիչ ավելի կայուն։ Չէ, իրանք կարևորություն են տալի։ Այս շատ եւ որ դու կարևորություն ես տալի այդ բան արտադրությանը։ Նոր սկսում է ինքը աշխատել, մասնագետնել է ճարվում, ամեն ինչ ճարվում է, էլի փողը չի, փողը խնդիր չի։ Պետական քաղաքականություն կա թե չկա։ Նրանց մոտ կա։ Մենք Պարսկաստանում հակառակն է։ Պարսկական բանը, ոչ իրանական ստացված ֆիլմերը մեծամասամբ այդ են ֆիլմերն են, որոնք որ արգելված են, ռեժիսորները, որոնք արգելված են։ Զարմանալի բան է։ Հիշեցի Ջաֆար Փանահի։ Հա, Փանահին էլ է շատ լավ։ Իր ֆիլմերն է Շատ լավ է։ շատ ուժեղ։ Մի քանի շատ բան եմ ասելիք հանդիպել իրանց այդ ռեժիսորներից, որ լրիվ ուրիշ աշխարհ է։ Այնց մանրամաս, ասենք սոցիալական մի հատ խնդիր է, կենցաղային խնդիր, դրա վրա այնց սիրուն են պատմություն պատմում են, որ համ կրոնական շերտն է ստենում, համ այդ ներքին կոնֆլիկտը, բաների ջահելություն, մեծեր կամ այդ կրոնական բան, ֆունդամենտալիզմի բան խնդիրները շատ լավն են, շատ իրանք շատ նուրբ են։ Երևի այդ արգելված լինելու հարցն էլ կա, որ ցանկացած անգամ մահի թեման, անց նուրբ են ներկայացնում, հավեսը Մարդը մանա։ Հա, խոսքի եթե սենց մերներ ինչ կլներ։ Հաստատ արժի պարսկականը նայել։ Մոնտաժի ընթացքում կգրեմ քեզ այդ ֆիլմը, որ ասում էիր, որ անունը չես հիշում, կնշես, ես նկարը կտեղադրեմ։ Ցանկը կուղարկեմ քեզ։ Հա։ Կարաս դու էլ նայես, ընտրես էլ։ Ես իրականում ֆիլմեր եմ դասավանդում, ֆիլմերի ստեղծում, բայց նայածս ֆիլմերը չեմ հիշում, տենց մի հատ խնդիր ունեմ, էլի։ Չէ, ֆիլմերը հիշում եմ, անները չեմ գիտեմ, հիշում։ ճիշտ կարող եմ մատուցեմ երեխեքին ու երեխեքին դա շատ է դուր գալիս։ Ու ճաշակա ձևավորում, կարևորն է։ Եթե այդ տարիքում մարդու ճաշակ ձևավորում է, ինքը հետագայում լիքը բաներ սկսում է հեշտ ընկալել։ Նաև բանը, մուզիկայի, նոր ընկերոջս հետ ենք խոսում, բան, կողբ հիմնադրամներ կազմակերպելի, բաներ, ճապոնացի դաշնակահար, թույն դաշնակահարեր են, համ հայկական գործեր էր նվագում, շքեղ վարպետ գործեր էր, վարպետորեն էր անում, համ, չեմ հիշում որն էր, կոմպոզիտորից, շատ թույն բան համերգ էր, ու ընկերոջս հետ ենք խոսում, էլի, եթե երեխա ժամանակից դու ականջդ սովորեցնում ես դասականի այդ պոլիֆոնիային, բարձրայնություններին, այդ անցումներ, բան, անկախ քեզանից այլ ասպարեզներում քո ուղեղի այդ կապերը, որ այդ ժամանակ ձևավորվում է, այնքան է օգնում քեզ, որ դու չես զգում, էլի, որ հենց այդից էր գալի։ Երաժշտություն շատ է, երաժշտությունը, ֆիլմերը, вообще պատկերները ընդհանուր նկարչական ոճերի տարբերություն, ասենք Պիկասո ինչն է սիրում։ Նայում ես գեշ բաները, էլի, եթե դու չունես այդ բագաժը, այդ որ նայում ես ինքը ինչից ինչ է ստանում։ Այդ բանը համ ֆանտազիան է մեծացնում մարդու, համ խնդիրներ լուծելու բանն տարբեր տեսանկյուններից դիտարկելու բանն է իր ուժեղացնում։ Որը իմանան երեխեքին չի համարա պետք, օրինակ ես իմ երեխեքին ասում եմ դա, էլ ասում եմ ինչ է պետք, ասենք օպերա լսել բան։ Ասում որ հետո քեզ պետք է գալու, սա ուրիշ տեղ էլի, դու չես էլ զգալու։ Նոր սկսում են հասկանալ։ Ինչի համար պետք է երիտասարդը ընտրի անիմացիա, օրինակ, այդ մասնագիտությունը։ Այդ հարցի պատասխանը ես էլ չունեմ։ Անիմացիայով պատմություն պատմելը անկալում կա, որ թե աշխարհի ամենահեշտ բանն է, շատ բարդ է, շատ։ Հա դե։ Այլանդակ բարդ գործ, համ բարդ է, համ թանկ է, բայց հիմա այս արհեստական բանականությունը լրիվ փոխում է։ Հա։ Հիմա ես չգիտեմ, արդյոք կարժի խորհուրդ տալ երեխեքին անիմացիա սովորել, եթե վաղը ինքը խնդրեմ ունել, բայց ամեն դեպքում, եթե նպատակ ունես այս ասպարեզ մտնելու, գոնե իր այբուբենը իմանալ պետք է։ Ոնց է դա աշխատում, որ հասկանաս արհեստական բանականությունը ինչից է կառուցում դա։ Այդ տեսանկյունից արժի։ Հաստատ արժի։ Իսկ որպես անիմատորշիկ,
չէ, sense Ну, կարելի։ ես вообще ռեժիսոր եմ։ Հա։ Հա։ Բայց անիմացիայի Անիմացիոն ֆիլմերի անիմացիոն ռեժիսոր։ ֆիլմերի ռեժիսոր։ Ինքը նեղ մասնագիտացում է, էլի։ Ասենք ինչ որ մի բանի, որ նայում ես, դու իրան անիմացիոն վիճակում ես անիմեի տեսքով ես պատկերացնում։ Առաջինը շարժումն եմ պատկերացնում։ Շատ կոնկրետ այդ տեսարանի շարժումը տալու է այն միտքը, որ ես ուզում եմ մեջը դնեմ, էլի։ Շատ կարևոր, օրինակ մի հատ սցենար ունեի, ինքը իդեա էր, էլի։ Բան անհաղթակլորի լրիվ սավրեմենի ինքը սավրեմենի ժամանակակից թեմատիկ տրամաբանության մեջ, բայց իրադարձությունը տեղի ունենում где-то բան միջնադարոտ, բայց բանը կենթանիների աշխարհում է, շատ հետաքրքիր բաներ ստացվում։ Հա, բայց օրինակ ինքը ոնց մտածեցի, իմ ուզած ոճը չգտա, որը որ ես այդ կարամ ստանամ, էլի։ Այն լրիվ հաղորդի են, որ տրինեն ինքը չի, բան stop motion-ը всё-таки այն չի, ինչ որ ես եմ ուզում, դվադեն չի աշխատում։ Տենց էլ չգտա թողեցի։ Ինքը շատ թանկ գործեր ելնելու, անելու տեսանկյունից էլ, բայց լավն է, շատ է սիրում իրան։ Կարող եմ մի օր անեմ, կամ բանի հետ արհեստական բանականության բանը չգիտեմ։ Դե ինչ արդեն ոնց որ լողավազանը երեխեքը գցում են, կարող ենք էլ Ես լող չգիտեմ ափսոս։ Ոչինչ, խեղդվես։ Մերսի։ Ես դեբեդի պարապացած, դեբեդի լողացող։ պարապած ձկներից եմ էլի։ Աղբերներս 9 տարեկանից տարիքով մեծ աղբերներս մեկը կանգնում էր գետի այն մասը, մեկը այն մյուս։ Մեջով ալիքներ էր գնում, շպրտում էին ալիքների մեջ, խեղդվելով, շնալող տալով հասնում էի այն միապ, մինչև որպես բռնում էին, այն մեկն է շպրտում, շնչաղձելնում։ Ավայրենի միջև էր։ Ու լավ լողում եմ հիմա։ Որ խոսում ենք, ասեցիր, որ լիքը տեղերից քեզ հրավիրել են։ Դու մերժել ես։ Ոչ թե գոռոզություն է, պրոստը ասելիք չունի։ Որ գիտես ասելիք չունես, ինչ անես, էլի եթեր լցնես որ ինչ։ Բայց շատ ուրախ եմ, որ քեզ դուր է եկել այս պրոյեկտը ու երևի Ձորի TV թե անունը, թե իր մեջի բովանդակությունը ինքը դες օրինակ հետաքրքրել է։ Եթե այն ժամանակ Քամուտ որ կար, չէ, ինքը Նոյեմբերյանի քաղաքի ընկալում կար, էլի։ Սենց որ սաղ կենտրոնացած են, բայց որ մեկ էլ հոբ Ձորը։ Ու Ձորից գալիս է այդ որակի բան, որ մեր կողքի զրից են, որ իր հավես է, էլի, նստում նայում ես։ Զրից ինքը համ միջավայրային է, համ տեղի է, համ ինքնությանն է կպնում։ Այդ շատ կարևոր բան է սան։ Եթե չկանչեիր էլ մեկը ինձ համար շատ հաճելի է նայում։ Անկից մտքովս չէր անցել որ կանչես կա։ Չէ, իմ մտքով անցել էր։ Բայց դες չես հաճիկով իմ մտքում տենց մի 15-20 հոգի մարդիկ եղել են, էլի, որ ես պոտենցիալ հյուր եմ իրանց նախատեսել, որոնցից մեկը դու ես եղել, էլի։ Մերսի։ Բայց քո արձագանքը քո հերթը առաջ գցեց, էլի։ Հա, ես չգիտեմ ինչով եմ արժանացել այդ պատվին, բայց մերսի շատ։ Դե ասեմ ինչով, քո Facebook-յան գրառումները Հա, բեսեդկա է, էլի։ Հա, դե դա հենց էս զրույցի Հա, զրույց տեղ է։ Նման է, էլի։ Այսքանը։ Ես խոսքը չեմ շնորհում, ասում եմ, ես եմ շնորհան։ Բայց քեզ մերսի, որ բան արիր։ Հպարտանում եմ, բան։ Հրավիրեցիր։ Հույս ունեմ մենք էլի որոշ ժամանակ անց կհանդիպենք։ Մեծ սիրով։ Որովհետև էլի այն ինչ ոնց ես պատկերացնում էի, դրա մասին դեռ չխոսացինք։ Մենք խոսացինք առանց պայմանավորվելու, առանց որևէ բանի։ Կիսաքնած, շեր ժամը 5-ին ենք քնել։ Երեկվա հարսանիքից հետո ամեքս երևի մի ժամ, 2 ժամ ենք քնել։ Վստահ եմ դեռ կհանդիպենք ու շատ ավելի կարևոր թեմաներ։ Չգիտեմ ում հետաքրքիր կլինի այս մեր զրույցը։ Հա, եթե մեկին ինչ-որ բան կտա, շատ ուրախ կլինի։ Մեծ սիրով, շատ Եթե չտա էլ մեզ գոնե հետաքրքիր էր։ Հա, ինձ հաստատ։ Կոկադը նրա լավը։ Դες մի է, հետս խոսը։ Ձերը չէ։ Ռոբ ինչ-որ խնդիր ունես, հա, ոտքերիս հետ։ Չունես։ Չէ, ախպեր, շատ սիրուն ոտքեր ունես։ Լիքը տղա կնախանձի։
լսել եմ այդպես կարծիքներ իրականում։ Շատ է, չէ՞ ասում։ Նույնիսկ աղջիկներ։ Ինձ չեմ սիրում, որ Լավը պետք է ալի, որ բաժանորդագրվի։ իրոք չեմ սիրում, որ ասում ենք բաժանորդագրվեք։ Ես չեմ սիրում։ Որ լավն է, լավ բաժանորդագրվել դի։ Ախս փչացնում, հազիվ։ Ճռճռված է, չէ։ Հետո տես եթե դեղն էլա փտած ա ուրեմն։ Всё, չէ։ Քեզ էլ բարի ճանապարհ։ Ասես շատ։ Հələ տնամեղերը շարում եմ։ Հա։ Ջուրը չլներ աշխարհի եսին, ինձ թվում է ես չէի ուզի ծնվել։ Չէր կարա։ Շորտ կտես հալի, քաշի ներգա։ Էս շորը ցես ձքի շալվար դա։ Կավազեք լիքը բար ոտե խաթր հա։ 18 պլյուս է, ես մի։ Հումոր բաներ ես անում, Ռոբերտ։ Ստե։ Գիտես ինչ լավ պասատկի տեղ։ Բարև ձեզ։